Այս 12-ի նշանակ ազատական նստարետարում բացված Հայաստանի Հանրապետության վարչապետարանը դրա դեպքում հանդիսվելով վստահում նախագահությամբ Արտուրատավեկյանի անվանությամբ Պարոն Թումանյանի հետ Արևմտյանի Իրանի Թումանյանցի Քրիստիանապոլյանի Արմենտանյանի Միրիամ Վարսունյանի Աշխարհայցյանի Արմենտանյանի Արտուրատավեկյանի գրված իսկում շարունակում է Հնչավետական քաղաքացիական պարատի դատավորի հայրահոսետանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արտարավեցան նախարար Սպիրիադյանի միջնորդության քննություն դատական ստեղծող խնդրում ներկայացել Նիստին ներկայացել է Արտարավեցան նախարարի տեղակայության դատություն ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը, Հնչավետական քաղաքացիական պարատի դատավոր Նաիրա Հովսեփյանը։ Շատ ներկայացվել է Տիգրան Դավթոնցի և Ներսես Զեյնալյանի անվանականները ձեզ հետ վերադասվում։ Արտարավեցան նախարարի կողմից 2025 թվականի ապրիլի 14-ին տրված հանձնարարականը Տիգրան Դավթոնցին Վարչապետարանի դատական խորհրդում նիստին մասնակցելու իրավունքների վերաբերյալ նաև լիազորագիր 14 ապրիլ 2025 թվականին տրված նախարարի կողմից, որով Ներսես Զեյնալյանը լիազորված է գործով մասնակցելու և իրացնելու դատավարական իրավունքներ և պարտականություններ։ Լիազորագիրն ու հանձնարարությունը կցվում է գործի նյութերին, խորհրդի անդամների կողմից ինքնաբացարկի միջնորդություններ կան, ինքնաբացարկի միջնորդություն չկա։ Իմ մասով ընդամենը հիշեցնեմ, որ ես նույնպես Բարձրազգույն դատական խորհրդի նախագահ Աթաբեկյանս հանդիսանում եմ Վճռաբեկ դատանի քաղաքացիական պալատի դատավոր և Տիկին Հովսեփյանի հետ աշխատում ենք նույն պալատում, քաղաքացիական պալատում։ Եթե այս մասով գտնեք, որ որևէ խնդիր կա, քննարկման առարկա կդարձնենք։ Հարգելի ներկաներ, դուք բացարկի միջնորդություններ ունեք։ Ոչ հարգելի խորհուրդ։ Դուք հարգելի Տիկին Հովսեփյան։ Շատ լավ։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին։ Հարգելի նախարարության ներկայացուցիչներ, արդյոք առկա է այդպիսի հանգամանք, որը կցանկանաք ներկայացնել և տեղեկացնել խորհրդին։ Առկա չէ հարգելի խորհուրդ։ Շատ լավ։ Առկա է այլ միջնորդություն, որը այս փուլում ենթակա է քննության, մինչև միջնորդության ըստեյության քննության անդրադառնալը։ Մեր կողմից ոչ։ Դուք Տիկին Հովսեփյան, խնդրեմ։ Ես մի հարց ունեմ։ Միջնորդություն չի հարցը։ Նախարարությունը ինձ ուղարկել է նյութերը, մի մասը թղթային տարբերակով, մի մասը կրիչ է։ Կրիչը որքան էլ փորձեցի չկարողացա բացել։ Հարցս հետևյալն է, ձեզ նախարարությունը ուղարկել է նույնպես կրիչով և թղթայինով, թե ոչ։ Նախարարության կողմից Բարձրագույն դատական խորհրդին ուղարկված փաստաթղթերը ըստ գրությանը կից ներկայացվածի, որը Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է 2025 թվականի մարտի 24-ին մուտքագրված, հետևյալն է արդիր որոշումը 12 թերթից, միջնորդության հիմքում դրված նյութերը 6 էլեկտրոնային ֆայլ լազերային սկավառակով։ Սա ձեր հարցի պատասխանը լսեցիք։ Շնորհակալություն։ Հիմա մինչև միջնորդությանը անդրադառնալը կարող եմ հարց տալ լիազոր մարմնի ներկայացուցիչ պարոն Աթաբեկյան։ Եթե խոսքը այս տեխնիկական մասին է վերաբերում, կարող եք։ Շնորհակալություն։ Հարգելի
լիազոր մարմնի ներկայացուցիչներ, ուզում եմ իմանալ այդ կրիչի մեջ ինչ նյութեր են, որտեղ միայն որոշումն է թղթային տարբերակով ինձ տրվել։ Հարգելի խորհուրդ, կրիչի մեջ վարույթի նյութերն են նույնությամբ, որոնք որ տրամադրված են խորհրդին, նույնությամբ դա տրամադրված է եղել նաև դատավորին։ Արձանագրման համար մինչ այս պահը տեղեկություն չենք ունեցել, որ դատավորը որևէ խնդիր ունեցել է հասանելիության։ Նույնությամբ նույն պատճենն է, այսպես ասած, ինչ որ Խնդրում եմ բարձր խոսեք, ես չեմ լսում։ Տիկին Հովսեփյան, ձեզ տրամադրված կրիչում վարույթի նյութերն են նույնությամբ, ինչպես դրանք տրամադրվել են խորհրդին։ Ես ներողություն, հարցը կայանում էր հետևյալում։ Այն ինչ որ կրիչի բովանդակությունն է, դրանք փաստաթղթային տարբերակով որևէ տեղ գտնվում են թե չէ եւ ինչ փաստաթղթեր են, ինչա պարունակում կրիչը։ Կրիչի պարունակության մասին ձեր պարզաբանում։ Վարույթի նյութերը այնտեղ կարող են լինել, ենթադրենք էլեկտրոնային տարբերակով, հաղորդումը, հարուցման որոշումը կարող է նույն լինել, վճիռը եթե այդպեսին եղել է ծանոթացել են, այսինքն այն բոլոր նյութերը, որոնք որ նաև դատավորի կողմից են գուցե տրամադրված եղել, այդ ընթացքում հենց դրանք են եղել, այսքան է։ Շատ լավ։ Շարունակել, պարոն Թադեւյան։ Եթե դրա անհրաժեշտություն ունեք, խնդրում։ Ինձ շատ հետաքրքրում է, որովհետև որոշումից ես տեղեկացել եմ, որ բողոք ներկայացնող անձը հրաժարվել է բողոքից, մարտի 3-ին նախարարությունը ստացել է ըստ որոշման եմ ասում։ Ես այդ հրաժարումը չունեմ իմ ձեռքի տակ։ Եթե թղթային տարբերակով է ուղարկել բողոքաբերը, ինչու թղթային տարբերակով ինձ չի ներկայացվել, ամբողջ հարցը սրանումն էր։ Սրանից հետո ուրիշ հարցեր ունեմ, շնորհակալ եմ։ Հրաժարման մասին ինչ տեղեկություն ունեք եւ արդյոք դրա թղթային տարբերակն ունեք։ Ենթադրվում է այս հարցերը վերաբերում են գործի ամբողջական փաստաթղթերին, գործին կից նյութերին ծանոթ լինելու տեսանկյունից, դրա համար մենք ըստ էության դեռ չենք անդրադառնում միջնորդության, մի հատ այս մասը պարզենք, հետո արդեն քննարկման առարկա կդարձնենք։ Հիմա ունեք թե չունեք այն փաստաթուղթը, որով որ բողոքաբերը համենայն դեպս հաղորդում ներկայացնողը, ինչպես Տիկին Հովսեփյանն ասեց, հրաժարվել իր կողմից ներկայացված հաղորդումից եւ այդքանը։ Հարգելի խորհուրդ, թղթային տարբերակով այս պահին չկա ձեռքի տակ, եթե կա անհրաժեշտություն տրամադրելու լրացուցիչ, եթե խորհուրդը կարճ ժամանակ տա, փորձենք ապահովել, այս պահին թղթային մեր ձեռքի տակ դա չկա, որքանով այդ գրությունը կարող է վարույթի նկատմամբ ազդեցություն ունենալ, այս փուլում չեմ անդրադառնա, խորհրդի կողմից տրամադրված պատեհպային դիրքորոշում կարտահայտեմ։ Շատ լավ, շնորհակալություն, հարգելի Տիկին Հովսեփյան, գործին կից ներկայացված միջնորդության կից ներկայացված փաստաթղթերում ձեր կողմից մատնանշված ենթադրաբար, հա, գուցե այլ բանի մասին եք խոսում, բայց առկա է փաստաթուղթ, կարծեք թե ձեր ասած բովանդակությամբ, եթե ուզում եք կարող խորհուրդ տրամադրել, դուք ծանոթանաք այս փաստաթղթին հենց հիմա։ Ես ուզում եմ իմանալ, եթե խորհրդին տրամադրվել է, ինչու ինձ չի տրամադրվել։ Ես կպարզաբանեմ, սա այս փաստաթուղթերն ինչ որ խորհուրդը մատնանշեց, սրանք էլեկտրոնային կրիչում առկա փաստաթղթերն են Տիկին Հովսեփյան, որոնք որ տպվել են դրվել են գործի մեջ, այսքանով ձեզ պարզաբանեցի։ Եթե ցանկանում եք, կարող տրամադրել, դուք ծանոթանաք, եթե պետք է ընդհանուր նաև մի քանի րոպե ընդմիջում հայտարարել, ծանոթանաք, որ ձեզ համար ավելի պարզ լինի եւ ձեր իրավունքները լիարժեք կարողանաք պաշտպանել։ Խնդրեմ։ Ես հարցից պատասխան չստացա։ Բողոքաբերը թղթային տարբերակով է ձեզ ուղարկել, ինչպես նշված է որոշման մեջ գրությունը, թե էլեկտրոնային տարբերակով։ Ինձ համար դա կարևոր է։ Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, Արդարադատության նախարարությունում փաստաթղթաշարժը ընդհանրապես էլեկտրոնային եղանակով արվում։ Անգամ եթե կներեք, որ ստիպված եմ տեխնիկական մանրամասների մեջ մտնել իրականում նկարագրելու համար, անգամ եթե տեխնիկապես նախարարություն ուղարկվել է դա թղթային եղանակով, ենթադրենք եկել մուտքը արվել ինձ որպես նախարարության աշխատակից Մալբրի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով էլեկտրոնային տարբերակն է հասանելի դարձվում, սկանավորված տարբերակը։ Շատ լավ, շնորհակալություն։ Վերջ Տիկին Հովսեփյան այս մասը։ Այդ դեպքում եթե էլեկտրոնային եք ներկայացնում, որոշումն էլ ուղարկեք էլեկտրոնային, ինչպես հասկանանք, որ
Ներողություն Տիկին Հովսեփյան, խոսքը վերաբերում էր տվյալ անձից, հաղորդում ներկայացրածից կամ այլ քաղաքացուց չեմ անում մասին առարկայական խոսքը, իր կողմից ներկայացված փաստաթուղթը նախարարության աշխատակցին հասնելու process-ն է նկարված, այլ ոչ թե որոշումը կամ այլ փաստաթղթեր ձեզ ուղարկելու։ Դուք ոնց որ ձեզ ուղարկելու մասին եք խոսում, չէ՞, ինչի ձեզ էլեկտրոնային չի ուղարկվել։ Ես իսկապես մինչև հիմա կարող է դժվար եմ հասկանում, բայց էլի ինձ ընկալելի չեղավ։ Նախարարությունը թղթային տարբերակով է ստացել բողոքաբերի դիմումը բողոքից հրաժարվելու մասին, թե էլեկտրոնային, թե կրիչով է ստացվել։ Էլեկտրոնային տարբերակով էլ, թղթայինով էլ կարող է ուղարկվել։ Ես իսկապես չհասկացա։ Շնորհակալություն։ Մի հատ էլ հստակեցրեք, ոնց որ թե Մալբերիի մասին խոսեցիք, բայց ամեն դեպքում հստակեցրեք, ի վերջո այդ փաստաթուղթի այդ գրությունը կամ դիմումը ինչ որ կա։ Ինչ ձևով է ձեզ որպես նախարարության աշխատակից, այս վարույթով զբաղվող, ինչպես է ձեզ հասու դարձել։ Երևի սա էր ավելի առարկայական ձեր հարցը։ Խնդրեմ։ Կոնկրետ այս գրությունը, որի մասին Տիկին Հովսեփյանը հարգելի խորհուրդ նշում է, ինձ որպես նախարարության աշխատակցի հասանելի է դարձել Մալբերի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով։ Շատ լավ, շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, եթե թույլ կտաք, դատավորը մի հարց բարձրացրեց, թե ինչ ենք որոշումը թղթային ուղարկել, եթե թույլ տաք պատասխանեմ մեր այդ հարցին, քանի որ մեր գործունեությանը առնչվող է։ Համադրությունը անենք, սա ասեցի էլեկտրոնային եղանակով է ինձ հասանելի դարձվել։ Մենք բնօրինակը անգամ եթե կա, մնում է ենթադրենք տեխնիկապես նախարարության քարտուղարությունում, բայց միջնորդությունը կամ որոշումները, որոնք որ մենք վարույթի ընթացքում ուղարկում ենք, դատավորի օրինակը, հա, ենթադրենք կամ այն օրինակը, որը որ տրամադրվում է խորհրդին, օրինակները, որոնք տրամադրվում են վարույթ հարուցող մյուս մարմիններին, դրանք ինքնին բնօրինակներ են, որոնք հենց ստորագրվում եւ թղթային եղանակով ուղարկվում է։ Հենց դա է տարբերությունը, որ նախարարի կողմից միջնորդության որոշումը ուղարկվում է թղթային եղանակով, իսկ մնացած փաստաթղթերը, որոնք որ մեզ էլեկտրոնային եղանակով են հասանելի դարձվում, էլեկտրոնային կրիչի վրա է տրամադրվում։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես չհարցրեցի ձեզ ինչպես է հասել։ Ես ասում եմ նախարարություն ինչպես է ներկայացվել։ Դրանք տարբեր բաներ են։ Տիկին Հովսեփյան, կասեք ինչում նա կայանում խնդիրը, ինչպես է հասել։ Գուցե ասեք ինչպես է հասել, ըստ դրա ավելի պարզ լինի։ Իհարկե խոսքը չի ընդհանրում, որ պարզ չի ձեր խոսքը, ձեր հարցը, բայց պարզ լինի, թե ինչ նպատակ է հետապնդում։ Հիմա ուղարկվել է էլեկտրոնային եղանակով, թե ներկայացվել է թղթային եղանակով, որը դարձել է էլեկտրոնային եւ հանձնվել համապատասխան աշխատակիցներին Մալբերի համակարգի միջոցով։ Սա էական նշանակություն ունի միջնորդության քննության համար։ Դա եթե ինձ համար նշանակություն չունենար, ես խորհրդի ժամանակը չէի ծախսի, պարոն Աթաբեկյան։ Իմ հարցը ուրիշ տեղ էր։ Ես ուզում եի Դե ինչ նշանակություն ունի, ասում եք նշանակություն ունի, բա հենց տեսնես բնօրինակ փաստաթուղթը ինչպես է եկել, որտեվ սովորական փաստաթղթից վերածում են էլեկտրոնայինի դեպքում չի երևում ստորագրությունը իսկական ստորագրությունն է, թե ոչ։ Սրա մասին է խոսքը, շնորհակալություն։ Բայց վիճելի է այս պահին այդ հանգամանքը։ Ես ուրիշ հարցել ունեմ, հեսա որ հարցը տամ, երևի բարձ կդառնա։ Չեմ ասում, ես դրա մասին։ Չէ, այս պահին այդ ստորագրությունը Տիկին Հովսեփյան, մի վարքյան։ Այս պահին այդ ստորագրությունը, որևէ մեկը կասկածի տակ դնում է այդ փաստաթուղթը։ Հիմա հետեւյալ ձևով փորձենք ձեր հարցերը լուծել, կարգավորել։ Ես մի հարց տամ։ Հարգելի նախարարության ներկայացուցիչ, դուք ընդունում եք, որ ներկայացվել է նախարարություն փաստաթուղթ, գրություն, դիմում, անուն ինչպես որ կդնեք, հաղորդում ներկայացրած անձի կողմից, հաղորդումից հրաժարվելու, թե հաղորդումը անհետևանք թողնելու կամ չգիտեմ, ամենայն դեպս որ ձևակերպումը, որը որ դուք կասեք։ Նման փաստաթուղթ ներկայացվել է թե ոչ եւ արդյոք դա ձեզ համար այս պահին համենայն դեպս քննության շրջանակում նշանակություն ունի։ Հարգելի խորհուրդ, այո, ընդունում ենք, որ կա փաստաթուղթ վարույթի նյութերում առկա, որով որ փաստաբանը հաղորդում ներկայացրած անձը, եթե ամփոփելով այդ գրության բովանդակության մեջ նշում է, որ ըստ իր դիրքորոշման մեջ բերումը սպառացի կարգապահական պատասխանատվության հիմքերը այլևս առկա չեն,
կա նման փաստաթուղթ։ Շատ լավ, շնորհակալություն, Բաղրամյան։ Մեր համար դա նշանակություն վարույթի տեսանկյունից Շատ լավ, այդ հետո արդեն կանդրադառնանք։ Հիմա բարձ եղավ ձեզ Տիկին Հովսեփյան, հիմա որովհետև դուք հարց եք առաջ քաշում ստորագրված, ում կողմից է ստորագրված թղթայինը դարձել է էլեկտրոնային ինչ-որ բան է փոխվել։ Ես չգիտեմ ինչ եք դուք ասում, բայց ամենայն դեպս սա այս պահին որևէ մեկը չի վիճարկում, որ նման փաստաթուղթ, բովանդակություն ունեցող փաստաթուղթ հաղորդում ներկայացրած փաստաբանի կողմից մուտքագրվել է նախարարություն, ինչը նաև ներկայացվել է էլեկտրոնային կրիչով ըստ միջնորդություն ներկայացնող կողմի եւ ձեզ, նաև ես եմ ասում, որ մեզ։ Չէ, դրա համար չէի հարցնում։ Ես ուզում եմ իմանալ, եթե թղթային է, ինչու թղթայինից չի տրվել, որովհետև թղթային տարբերակը կարդալը շատ ավելի հեշտ է, իսկ էլեկտրոնային տարբերակի համար համապատասխան սարքավորում է պետք, բացի դրանից կարող է էլեկտրոնային կրիչը ոչ միշտ է որ բացվում է։ Այսինքն ինձ համար դժվարություն է առաջացել, սրա մասն է խոսքը, պարոն Աթաբեկյան։ Եվ մի հարց էլ հիմա այդ ձեր դժվարությունը այս պահին մենք կարող ենք հաղթահարել, եթե ուզում եք, ներողություն, եւ խոսում վերջացնում եք, անջատեք, որ այս իհարկե մենք փորձենք կարգավորել ինչի այսպես դարձավ։ Համենայն դեպս այդ դժվարությունը այս պահին մենք կարող ենք հաղթահարել այն նրանով, որ ձեզ կտրամադրվի այդ փաստաթուղթը, եթե կուզեք, նաեւ թղթային տարբերակով կծանոթանաք։ Բայց նաև բովանդակությունն էլ ասվեց, երևի ձեզ համար շատ պարզ է, ով էր դիմում գրողը եւ ինչ էր գրել, բովանդակությունն էլ ասեց։ Ինչևէ, այդ հետո քննարկենք, եթե կուզեք որևէ փաստաթղթի ծանոթանաք։ Հիմա այս մասով էլի հարց ունեք, խնդրեմ։ Հարգելի ներկայացուցիչներ, ըստ որոշման իմացա, որ նախարարությունը ստացել է մարտի 3-ին, իսկ ինչու այդ մասին ինչ տեղյակ չեք պահել, չեք հայտնել ինձ, որովհետև դա պաշտպանություն իրականացնելու համար կարևոր է, առավել ևս, որ ես նախարարությանը պատասխան եմ ուղարկել մարտի 14-ին, եւ եթե ես դրա մասին իմանայի, իմ պաշտպանությունը կարող է այլ ձև կազմակերպել, պաշտպանության իրավունքն է խախտվել։ Շնորհակալություն։ Լավ, այս հարցին էլ պատասխանեք, ամեն դեպքում երբ եք ստացել, երբ եք ուղարկել, հետո արդեն միջնորդության ըստ էության քննության ժամանակ մենք կանդրադառնանք։ Ընդամենը այդ ամսաթվերի ճշգրտումը, որպեսզի Տիկին Հովսեփյանը իր խոսքը կառուցելիս հետագայում արդեն կարողանա ամբողջապես ներկայացնել իր դիրքորոշում։ Ամսաթվերը նշեք, անցնենք առաջ։ Հարգելի խորհուրդ, հաստատում եմ, որ քննարկվող որոշումը Արդարադատության նախարարությունում ստացվել է 2025 թվականի մարտի 3-ին, մուտքի 14340/25 մտից համարով։ Վարույթի նյութերը դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով միջնորդության հետ մեկտեղ տրամադրվել են դատավորին, ներառյալ նաև այս փաստաթուղթը։ Եվ մինչ այս պահը լիազոր մարմինը որևէ տեղեկություն չի ունեցել, որ նյութերին հասանելիության մասով դատավորը որևէ խոչընդոտ ունի։ Պարզ է, ևս մեկ ճշգրտող հարց Տիկին Հովսեփյանի խոսքից առաջացավ։ Այն ինչ որ միջնորդությամբ վկայակոչված են որպես փաստական տվյալներ, դրանք ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը եւ որևէ փոփոխություն առկա չէ։ Ոչ։ Ինչի հարցը հնչեց, որովհետեւ Տիկին Հովսեփյանը ասաց, որ դրա մասին որոշման մեջ է նշված հիմա։ Դրա համար ճշտենք, այսինքն ինչ որ որոշման մեջ գրված է, դրանք փոփոխության ենթարկված չեն։ Ճիշտ է։ Սա ընդհանուր երևի թե շատ հարցերի պատասխան տրվեց, որովհետև դուք համ գիտեք որոշման մեջ նշվածը, համ հարցնում ենք, ճիշտ է։ Անաթաբեկյան։ Հետևաբար որոշման մեջ ինչ որ գրված է, նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ դրանք փոփոխության չեն ենթարկվել եւ հստակ ինչ որ գրված է, ուրեմն գրված է, սա էր։ Ուրիշ կարող է հարցս լավ չձևակերպեցի։ Մարտի 3-ին նախարարությունը փետրվարի 28-ի գրությունը ստանում է մարտի 3-ին։ Ինձ չի ասում դրա մասին, որտեվ դա հոգուտ ինձ փաստաթուղթ է, իմ պատկերացումը։ Ես պատասխանը ուղարկում եմ մարտի 14-ին չիմանալով այդ մասին։ Վարույթ հարուցող մարմինը բոլոր նյութերը պիտի ուղարկի դատավորին։ Առավել ևս, որ այդ նյութերը հոգուտ այդ դատավորին։ Շատ լավ, շնորհակալություն ձեր դիտարկման համար ըստ էության, Տիկին Հովսեփյան, ձեր միջնորդության կապակցությամբ ձեր պատասխանի ժամանակ, ձեր ընդ որում կունենաք նաև եզրափակիչ ելույթներ, այդ ժամանակ ըստ անհրաժեշտության դուք կորոշեք այդ հարցին կանդրադառնաք։ Խնդրեմ հարգելի նախարարության ներկայացուցիչ, մոտեցեք ամբիոնին եւ ներկայացրեք
միջնորդությունը։ Հարգելի խորհուրդ, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ փաստաբանի հաղորդման հիման վրա առերևույթ կարգապահական խախտման դեպքի կապակցությամբ 2025 թվականի հունվարի 21-ին հարուցվել է կարգապահական վարույթ։ Դեռևս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում Տիկին Հովսեփյանի կողմից թիվ ԵԴ 48232 քաղաքացիական գործով վճռի հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի մայիսի 31-ը։ Սակայն Դատական իշխանության պաշտոնական կայքում վճիռը հրապարակվել է 2024 թվականի դեկտեմբերի 14-ին, իսկ վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 15-ին, այսինքն հրապարակման նշանակված օրվանից մոտ 1 տարի 6 ամիս անց։ Իրականացված կարգապահական վարույթի արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի կողմից թույլ ընտրվել դատարանական իրավունքի նորմերի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի խախտումներ, որոնք հանգեցրել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի առաջին մասի առաջին եւ 70-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումների։ Նկարագրված գործողություններով դատավորի կողմից սահմանափակվել է դատավարության կողմերի սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներով Ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները։ Առնվազն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 6-ը անպատասխան, այսինքն համապատասխան միջնորդությունը մուտքագրվել է, պատասխանողի գույքը գտնվել է արգելանքի տակ։ Բացի դրանից, ակտի ուշացման հետևանքով բացասական հետևանք է նաև այն, որ ակտի ուժի մեջ մտնել եւ դրա կատարումը տեղի ունենում էական ժամկետային խախտումներով, ինչի արդյունքում օրինակ պատասխանողից բռնականցվող գումարի չափի նկատմամբ շարունակվում են հաշվեգրվել քաղաքացիական օրենսգրքով սահմանված տոկոսները մինչև պարտավորության փաստացի կատարումը։ Սա որպես հետևանք հարգելի խորհուրդ նկարագիրը։ Լիազոր մարմինն ընդունում է իգիտություն բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 13-ի ԲԴԽ 51 գիծ Վ գիծ Կ գիծ 5 որոշումը, որով Քննության է առնվել Նաիրա Հովսեփյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը։ Նկատի ունենալով նշված որոշման պատճառաբանական մասում Սույն Բարձրատյանի կողմից արտահայտված դիրքորոշումները, այդուհանդերձ լիազոր մարմինը անհրաժեշտ է համարել եւս մեկ անգամ դիմել խորհրդին, հաշվի առնելով դատավորի կողմից վարքագծի շարունակականությունը եւ այս ժամանակահատվածում դատավորի կողմից դրսևորված անգործությունը, քանի որ գտնում ենք, որ այն պետք է անդրադառնա անպատասխան գնահատականի։ Այսինքն հարգելի խորհուրդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խախտումները, որոնք Սույն կարգապահական վարույթի ընթացքում Սույն միջնորդության վերագրվել են դատավորի, ըստ էության ժամանակագրորեն հաջորդել են խորհրդի կողմից կայացված որոշմանը, լիազոր մարմինը անհրաժեշտ է համարել եւս մեկ անգամ դիմել խորհրդին, նաև ստանալու դիրքորոշում առայն, թե արդյոք այն հիմնավորումները, որոնք որ դրվել են Բարձրագույն դատական խորհրդի նշված որոշման պատճառաբանական մասում, դեռևս առկա են եւ կարող են նաև հիմք հանդիսանալ այս վարույթում եւ նմանատիպ այլ հնարավոր գործերի դեպքերում։ Հարգելի խորհուրդ, վերոգրյալի հիման վրա խնդրում եմ արդարադատության նախարարի 2025 թվականի մարտի 21-ի միջնորդությունը բավարարել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Հաշվի առնելով, որ մինչև միջնորդության ներկայացումը քննության առարկա դարձավ նաև հաղորդումը ներկայացված փաստաբանի կողմից մարտի 3-ին արդարադատության նախարարությունը մուտքագրված գրությունը այն մասին, որ փաստաբանը դիրքորոշում էր հայտնել, որ իր կարծիքով կարգապահական խախտման հիմքերն այլևս առկա չեն, խորհրդին ցանկանում եմ լիազոր մարմնի դիրքորոշումը բացահայտել առայն, որ լիազոր մարմնի կայուն դիրքորոշումն է կարգապահական վարույթների առերևույթ կարգապահական խախտման հիմքերի հաղորդումների վերաբերյալ այն, որ հաղորդումները դիտարկվում են հանրային գանգատի ինստիտուտի շրջանակներում եւ բոլոր դեպքերում, երբ լիազոր մարմինը ստանում է պատշաճ աղբյուրից տեղեկություն առերևույթ կարգապահական խախտման
վերաբերյալ լիազոր մարմինը պարտավոր է համապատասխան գործիքակազմը կիրառել, իրականացնել իրավաբանական վարույթ, տալ գնահատական եւ անել հետևություններ։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի առարկան ըստ էության դատական իշխանության հեղինակության պաշտպանումն է, որոշակիորեն ի թիվս նաեւ այլ հանգամանքներ, այլ կարևոր տարերի եւ այստեղ որևէ կերպ գտնում ենք, որ չի կարող թույլատրվելի համարվել այն հանգամանքը, որ կարգապահական վարույթի կարճման հիմքում կարող է դրվել ի սկզբանե խախտման փաստը հայտնի դարձրած անձի կողմից բողոք չունենալը, ինչու, որովհետև անձի բողոքը չէ մեր կարծիքով, որ քննության է ենթարկվում կարգապահական վարույթի շրջանակներում, այլ դատավորի կողմից կարգապահական խախտում կատարած լինելը կամ չլինելը, որը լիազոր մարմինը պատշաճ աղբյուրից տեղեկանում է եւ ըստ անհրաժեշտության ներկայացնում է բարձրագույն դատական ատյանի, բարձրագույն դատական խորհրդի քննությանը։ Շնորհակալություն այսքանը։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Անպայման։ Հարգելի իմ մի վարքյան սպասեք։ Շնորհակալություն, միջնորդություն ներկայացվեց, հիմա դատավորը կարող է հարցեր տալ, միջնորդություն ներկայացնում, խնդրեմ Հարգելի դատավոր։ Հարգելի ներկայացուցիչ, բանավոր ձեր ելույթը եւ գրավոր տեքստը տարբեր են։ Ես հարց ունեմ ձեզ։ Դուք հիմա պնդում եք բանավոր տեքստը, ես անգիր գիտեմ որոշումը։ Դուք բանավոր տեքստն եք պնդում, թե գրավոր ներկայացրած որոշումը։ Ասեմ, դուք հայցի ապահովման մասին խոսեցիք, պատասխանողի գույքը գտնվում է արգելանքի տակ, որոշման մեջ տենց բան գրած չկա։ Մեկ, երկրորդը, դուք ասեցիք, որ կողմը ստացել է դատական ակտը դեկտեմբերի 15-ին, որոշման մեջ գրված է դեկտեմբերի 16-ին, էլի կան ուրիշ բաներ, դրա համար ես ուզում եմ իմանալ, դուք սա եք պնդում, թե բանավոր տեքստը, կարող ենք համեմատել։ Խնդրեմ, պատասխանեք։ Հարգելի խորհուրդ, իմ կողմից հակիրճ ներկայացվեց միջնորդությունը, ըստ էության պարտավոր չեմ կարդալ միջնորդությունը ամբողջությամբ այնպես, ինչպես որ ներկայացված է, այլ իմ կողմից ներկայացման փուլում դրա էությունն է ներկայացվում։ Տիկին Հովսեփյանի կողմից կայակոչված հանգամանքները ընդամենը ընդգծում էին հետևանքի, որ դատական ակտի տրամադրման ուշացման հետևանքով առաջացել է։ Այսինքն դա ընդամենը հետևանքներ ընդգծում, այստեղ որևէ ինչ-որ լրացուցիչ տարր չկար, նպատակը հնարավոր խորհրդի կողմից այդ հարցի կանխումներ, եթե նման հարցի սկզբանե առաջանար։ Սա առաջին հարցի հետ կապված։ Երկրորդ հարցն էլ տիկին Հովսեփյանը տարբերություն դեկտեմբերի 15-16 ներողություն, եթե անկարծ շփոթություն առաջացել է 15 եմ ասել, բայց իմ հիշելով 16 եմ ասել, ընդ որում, եթե անկեղծ գրավոր նախապես պատրաստվածս ելույթն էի, ճիշտ ասած ընթերցում, որտեղ 16 էլ գրած է, այսքանը։ Շնորհակալություն, խնդրեմ, հաջորդ հարց։ Ուրեմն հետևանքի մասին, որ ասում եք, հետևանքը շատ կարևոր է։ Դուք հայցի ապահովման մասին չեք նշել։ Դրանով հիմա դուք դժվարեցնում եք, դուք խստացնում եք մեղադրանքը, իրավունք ունեք մեղադրանքը խստացնելու, դուք դրա մասին չեք նշել, որպեսզի նախ ես պատրաստվեմ, երկրորդն էլ, մեղադրանքը չի կարող խստացվել, դուք ավել հետևանք եք ասում, ինչ կասեք սրա կապակցությամբ։ Հարգելի խորհուրդ, լիազոր մարմնի կողմից մեղադրանքի, այսպես ասած, խստացման կամ նոր հանգամանքի ավելման միտում չի եղել։ Միտում միգուցե շփոթվել եք, բայց ավելացել է մեղադրանքը, խստացրել եք։ Եթե կա, եթե ես ճիշտ չեմ, հայցի ապահովման մասին, եթե խոսակցություն կա, որոշման էջը տողը ասեք։ Որպեսզի ավելի հստակ լինի, հարգելի ներկայացուցիչ, հետևանքի մասով ըստ ձեր միջնորդության, ըստ որոշման, բարձրագույն դատական խորհրդին դիմելու վերաբերյալ որոշման, ինչ հետևանք է նշված, այդ մասը մի հատ նորից ասեք։ Հետևանք նշված է իրավունքի խախտումները բողոքարկման հնարավորությունը ուշ ընձեռելը։ Հայցի ապահովման հետ կապված ուղղակիորեն նշումներ միջնորդության մեջ առկա չեն, դրանք հետևանքի հավելյալ ընդգծումներ էին, սրանք որևէ կերպ նպատակ չունեին հավելյալ որևէ նոր տար մտցնել այն միջնորդության քննության շրջանակում կամ դատավորին վերագրվող խախտումների շրջանակում, ինչպես նշվեց տիկին Հովսեփյանի կողմից, հարգելի խորհուրդ։
Շատ լավ։ Ամենայն դեպս որոշմամբ հաստենք, որ նշված չի այդ մասը։ Այո։ Շատ լավ, հաջորդ հարցը ձեր Տիկին Հովսեփյան։ Երկրորդը, դուք ասում եք դատական իշխանությունը, չասեցիք, բառն եմ ուզում հիշեմ, դուք ասեցիք դատական իշխանությունը, հեղինակությունը պահպանելու, ես ինչքան որ հասկացա, բայց դուք որոշման մեջ ինձ մեղադրում եք, որ ես դատական իշխանությունը հեղինակազրկում եմ, դրանք տարբեր բաներ են։ Ընդ որում, դա շատ ծանր մեղադրանք է ինձ համար, շատ ծանր։ Դա այնքան ծանր է, ինչքան որ ինձ ասեն, որ ես Հայաստանի Հանրապետությունը չեմ սիրում։ Այդքան ծանր մեղադրանք է։ Ձեր հարցը որն էր Տիկին Հովսեփյան, կհստակեցնեք մի փոքր։ Որոշման մեջ գրված է, որ ես հեղինակազրկել եմ դատական իշխանությունը, բայց բանավոր դա չի ասում։ Տարբեր է մեղադրանքը։ Հիմա ուզում եմ հասկանամ, ես դատական իշխանությունը ինձ մեղադրում եք դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ, թե ոչ։ Այդ մասը պարզաբանեք։ Հարց պարզ էր, հարգելի խորհուրդ։ Միջնորդությունը այնպեսին է, ինչպեսին ներկայացվել են վերագրվող այն խախտումները, որոնք ներկայացվել են։ Լրացուցիչ պարզաբանելով այն ձևակերպումը, որը Տիկին Հովսեփյանի կողմից նշվեց դատական իշխանության հեղինակության պաշտպանության մասով, այդ ձևակերպումը ես արեցի, ընդգծելով, թե մեր գնահատմամբ որն է կարգապահական վարույթի առարկան եւ կարգապահական վարույթի նպատակը։ Վերահաստատում եմ, հարգելի խորհուրդ, որ դատավորի նկատմամբ բարձրագույն դատական խորհրդում կարգապահական վարույթների քննությունը ի թիվս այլ տարերի պարունակում է դատական իշխանության հեղինակության պաշտպանության նպատակ։ Շնորհակալություն։ Դատական օրենսգրքում այդպիսի մեղադրանք չկա, որ լիազոր մարմնի ներկայացուցիչը հարուցել է եւ ուղարկել է խորհուրդ, որտեղ ուզում է դատական իշխանությունը պաշտպանել։ Կա դատական իշխանությունը դատավորը հեղինակազրկել է։ Հիմա եթե դուք պնդում եք, որ ես դատական իշխանությունը չեմ հեղինակազրկել, դուք դիմել եք, որպեսզի պաշտպանեք դատական իշխանությունը, դա այլ է, որպեսզի ես իմ պաշտպանությունը կազմակերպեմ։ Հարց կար թե մեկնաբանություն էր Տիկին Հովսեփյան։ Ես ինձ պարզ չդարձա, ես էլ մի հարց եմ։ Հա, ձեզ հարցեր տալու հնարավորությունը կտրվի անպայման։ Եթե ձեզ համար հարցը պարզ էր, խնդրեմ, պատասխան։ Հարցը պարզ չէր, հարգելի խորհուրդ։ Կհստակեցնեք, հա, Տիկին Հովսեփյան։ Դուք ինձ մեղադրում եք դատական իշխանությունը, պատասխանեք հստակ եւ ուղիղ։ Դուք ինձ մեղադրում եք դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ, որտեղ հոդվածն եք եւ որոշման մեջ է դա գրած։ Ես ավարտեցի։ Շատ լավ, անջատեք այդ խոսքը։ Խոսքը հեղինակազրկման մասին է, թե պաշտպանության մասին է խոսքը։ Ինչի համար եք մեղադրում այսպես ասած դատավորը, որ չպաշտպանության, թե ներողություն եմ խնդրում, չպաշտպանության, թե հեղինակազրկման, ոնց որ թե դա էր հարցը Տիկին Հովսեփյան։ Շնորհակալ եմ պարզաբանման համար, հարգելի խորհուրդ։ Մեր կողմից դատավորին վերագրվում է դատավորի վարքագծի Մեր կողմից դատավորին վերագրվում է դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտում։ Նորից ուզում եմ նշեմ, որ դատական իշխանության հեղինակության պաշտպանության մասին իմ պնդումը վերաբերում էր ոչ թե Տիկին Հովսեփյանին վերագրվող որևէ խախտման, այլ դատական իշխանության պաշտպանությունը մեր գնահատմամբ կարգապահական վարույթների նպատակներից մեկն է։ Այսինքն սա ասելով նկատի ունեմ, որ ինքնին այս դատավարության, եթե կարելի է այդպես ասել, նպատակներից մեկը դատական իշխանության հեղինակության պաշտպանությունն է։ Դա որևէ կերպ Տիկին Հովսեփյան չէր վերաբերում ձեզ վերագրվող խախտման պաշտպանության մասով, հա, որտեղ միտքը վերաբերում էր բացառապես նրան, թե որն է նպատակը, որ Վարույթ հարուցող մարմինը միջնորդությունն է ներկայացնում, դատավորը գալիս եւ պաշտպանվելու հնարավորություն է ունենում ու բարձրացիան իր դիրքորոշումն է արտահայտում դրա վերաբերյալ եւ իր նպատակը այդտեղ հենց դատական իշխանության պաշտպանությունն է։ Շատ լավ։ Չհասկացա ինձ։ Հիմա ես ուզում եմ հստակ իմանամ, ինձ դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ մեղադրում եք թե ոչ, այո կամ ոչ պատասխանեք։ Հարգելի խորհուրդ, հարցին սպառիչ երկու անգամ պատասխան։ Ոչ, ես չեմ հասկացել պատասխանը, որպեսզի ես պաշտպանվեմ։
եւ Արդարադատության նախարարությունը մեղադրանք ներկայացնում է դատական իշխանությունը պաշտպանելու մեջ, ինչից եք, ումից եք պաշտպանում դատական իշխանությունը։ Ես չեմ հասկանում ձեր մեղադրանքը, որպեսզի պաշտպանվեմ։ Հարցը մի հատ էլ ձևակերպվեց, դուք ձեր որոշմամբ ինչ որ ներկայացրել եք կամ այս բան ինչ որ մտածում եք, այդով հարցին պատասխանեք։ Դուք արդյոք դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ դատավորին մեղադրում եք, այսպես ասած մեղադրել է։ Որոշման մեջ գրած է դա։ Այո։ Շատ լավ, շնորհակալություն։ Հիմա եթե ուրիշ հարց ունեք, խնդրեմ։ Այ հիմա պարզ է։ Ուզում եմ Իհարկե հարցերը տրամադրելուց հետո պատասխանները կլսեք, դրա հետ կապված մեկնաբանություններն ու արձագանքները եւ ձեր կողմից պատասխան ներկայացնելու ընթացքում կարողանաք ներկայացնել նաեւ եզրափակիչ ելույթներով, այսինքն հարց պատասխան ու դրան արձագանքելու հնարավորությունը հետո կունենաք անպայման։ Շնորհակալություն։ Կաշխատեմ շատ չարաշահել։ Ուրեմն առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ որոշման կառուցվածքին։ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայոց լեզուն է։ Որոշման մեջ տեղ են գտել օտար բառեր եւ նախադասություններ։ Ուզում եմ հասկանալ ինչու են այդ օտար բառերը, ինչու է խախտվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Եվ կարող եմ վկայակոչել որոնք են։ Նախադեպերը նշված են օտարալեզու։ H9-ում մի 3 նախադասություն է։ Ինչ Ակնկալում եմ պատասխան։ Հարցը ո՞ր։ Պարոն Աթաբեկյան, ասեցի, ինչու է Ինչի խախտվել օտարալեզու Հայաստանի նշումներ Հանրապետության կատարած, Սահմանադրությունը հայոց լեզվով, ինչու չեն նշվել։ Խնդրեմ, կարող եք պատասխանել։ Արգելի խորհուրդ, այնքանով որքանով հասկանալի էր հարցադրումը, հատվածները, որոնց հղում էր արվում, մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների բառացի անվանումների մեջբերումներն են արված հղումներում, որոշման միջնորդության մեջ։ Մի բան, որը իրավական գրում Հայաստանի Հանրապետությունում ընդունելի եւ տարածված պրակտիկա։ Սա որևէ կերպ չի խախտում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որևէ կերպ չի խախտում լեզվի մասին օրենքի որևէ դրույթ եւ ցանկացած դասավորության պայմաններում այս հարցը չի հանդիսանում սույն կարգապահական բարույթի առարկա։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուրիշ հարց ունեք։ Դա ձեր գնահատականն է։ Արձագանքները պայմանավորվեցինք, որ հետո Տիկին Հովսեփյան։ Հարցս տալիս։ Հաջորդ հարց։ Նույն բովանդակությամբ եմ հարց տալիս։ Ինձ համար հասկանալի չի։ Ես անգլերեն չեմ տիրապետում։ Դրա համար ուզում եմ իմանամ ինչ է նշված այստեղ։ Ես պարտավոր չեմ օտար լեզու իմանալ։ Դուք կարող եք թարգմանել ասել։ Դրանք անվանումներն են անձանց։ Թարգմանությամբ ասեք, ես չեմ հասկանում։ Ինչ է գրած։ 9-րդ էջի, միջնորդության 9-րդ էջի ներքևի հատվածում։ Ներքևի հատվածը չի միայն, վերևի հատվածը։ Որ հատվածը ուզենաք ասեմ Տիկին Հովսեփյան, խնդիր չկա։ Պես Ստոկմյուլեր, Ավստրիա, սա եւ մյուսը այստեղ նշված է։ Ինչա գրված։ Տիկին Հովսեփյան, ձեր ուշադրությունն է։ Տիկին Հովսեփյան, ոնց որ դուք էլ կարդացիք էլի Ստոկմյուլեր, Ավստրիա։ Պարոն Աթաբեկյան, կարող եմ կարդալ, այնպես չի, որ չեմ կարդացել, բայց ինձ համար Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը դրանք սրբություններ են, եւ ես ինքս էլ որպես երկրի պաշտպան, որպես Հայաստանի Հանրապետության պաշտպան, Սահմանադրության պաշտպան, ուղղակի պարտավոր եմ այդ հարցը բարձրացնել։ Որպեսզի մյուս անգամ այսպիսի սխալը չկրկնվի, պարոն Աթաբեկյան, ես անգլերեն բավարար տիրապետում եմ։ Շատ լավ, հիմա խնդիր կա։ Հիմա այստեղ պետք է մենք թարգմանություն անենք, Տիկին Հովսեփյան։ Չէ, մենք բոլորս ներկա գտնվողներս, հիմա եթե ինչ-որ բան կա ձեզ համար անհասկանալի է, պետք է դրա առաջարկում եմ հավասար չխոսել, Տիկին Հովսեփյան։ Որ իրար լսենք, ավելի պարզ կլինի, էլի դիրքորոշումները մեր բոլորի, չէ։ Հիմա ձեզ ինչն է անհրաժեշտ որոշումների
եվրոպական դատանի որոշումների, այդ վճիռների վերաբերյալ այստեղ նշումներն ած պետք թարգմանել։ Ինձ հետաքրքիր է ինչու հայոց լեզվով չի գրվել։ Առաջին հերթին դա այդ հարցին արդեն պատասխանեց։ Հիմա անցնենք ձեր հաջորդ հարցի։ Խնդրեմ, ձեր հաջորդ հարցը տվեք Տիկին Հովսեփ։ Ուրեմն այստեղ դուք նշում եք նախ ուրեմն ասեմ հերթականությամբ կամ նշել եք այստեղ ուրեմն կարգապահական վարույթ հարուցելու առիթը եւ հարուցված կարգապահական վարույթի ընթացքը առիթը ո՞րն է հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու Կարգապահական վարույթ հարուցելու առիթը ինչպես նշեցի ներկայացման մեջ հանդիսացել է փաստաբանի հաղորդումը վերացել է Առիթ չի կարող որպես իրավաբանական փաստ վերանալ, կա իրավաբանական փաստ ներկայացված հաղորդումը, այն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի, որևէ մեկը այն չի կարող վերացնել։ Ես հարցս պատասխան չստացա։ Ոչ։ Հարց ձեզ տվեցի, լսեք ուշադիր հարցս, հետո Տիկին Հովսեփյան հարց տվեցի, առիթը վերացել է թե ոչ, նախարարի ներկայացուցիչը պատասխանեց, որ ոչ։ Հետո դուք մեկնաբանությունները չասեց ոչ։ Ձեր հարցը առիթ բան ասեց։ Ինչ ասեց Տիկին Հովսեփյան։ Ես հարց տվեցի։ Նաև ասեց ոչ, հստակ հարցին պատասխանեք, այո կամ ոչ, վերացել է թե ոչ, արգելի նախարարի ներկայացուցիչ։ Ներողություն արգելի խորհուրդ, անպայման։ Հիմա հարցին նորից պատասխանեք, առիթը վերացել է թե ոչ։ Ոչ արգելի խորհուրդ։ Չի վերացել։ Հաջորդ հարցը Տիկին Հովսեփյան։ Եթե առիթը հանդիսացել է փաստաբանի հաղորդումը եւ փաստաբանը հաղորդումը հետա վերցրել, բողոքը հետա վերցրել, սա չի դիտվում, որ առիթը վերացել է։ Ոչ արգելի խորհուրդ։ Կմատնանշեք հոդվածը իրավական նորմը, որով որ ասում եք, որ առիթը չի վերացել։ Չի կարելի մատնանշել այն, ինչը գոյություն չունի, արգելի խորհուրդ իրական։ Ես նորմն եմ ուզում իմանալ, նորմը վկայակոչեք։ Այստեղ մենք Նախարարության ներկայացուցիչը ասեց, որ նման նորմ գոյություն չունի Տիկին Հովսեփյան։ Չասեց նորմ գոյություն չունի, ասեց չեմ կարող վկայակոչել այն, ինչ որ չկա։ Մենք այստեղ փիլիսոփայական դիսկուսի մեջ չենք։ Հիմա եթե Տիկին Հովսեփյան մի վարքյան հարց տվեցիք, որ իրավական նորմով կամ իրավական նորմը մատնանշեք, ներկայացուցիչը հայտնեց, չեմ կարող մատնանշել գոյություն չունեցող նորմ։ Մեկնաբանությունները թե դա փիլիսոփայություն է, փիլիսոփայություն չի, դրանք չենք ներկայացնում։ Դրանից համենայն դեպս ինձ համար պարզ է, որ նման իրավանորմ գոյություն չունի։ Ըստ ներկայացուցիչ։ Պատասխանում։ Դե պարզ է, ըստ։ Իմ կարծիքը չեմ հայտնում։ Լավ։ Հիմա նշել եք դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության փաստական հիմքերը։ Եվ հիմքերի մեջ գրել եք ինչ գործ է քննվել, երբ պետք է հրապարակվել վճիռը, երբ է հրապարակվել վճիռը, հետո ընդ որում միտեղ գրել եք, որ մի տարի 6 ամիս շատ հետաքրքիր է, որ որոշման մեջ օգտագործել եք մոտ բառը։ Մեղադրանք ներկայացնելու ժամանակ մոտ հասկացություն գոյություն չունի։ Հստակ պիտի լինի օրը, ժամը։ Միտեղ նշել եք մոտ 1 տարի 6 ամիս, միտեղ նշել եք մոտ 1 տարի 7 ամիս։ Հիմա մոտը շատ հարաբերական է։ Մոտը կարող է լինել մի ժամից մինչև տարիներ։ Մոտը ո՞րն է։ Ինձ հասկանալի չի մոտ բառը։ Ինչու է որոշմամբ մատնանշված մոտ, այլ ոչ թե հստակ, հա, այս էր հարցը։ Հարգելի խորհուրդ։ Հրաչյա Աճարյանի բացատրական բառարանի համաձայն մոտ բառը մեկնաբանվում է որպես մակբայ սույն դեպքում օգտագործված գրեթե մոտավորապես։ Դրա համար գրել եք մոտ, այսինքն մոտավորապես։ Այո, հարգելի խորհուրդ։ Մեղադրանքը կարող է մոտավորապես լինել։ Մեղադրանքը պիտի լինի հստակ։ Շնորհակալություն։ Առանց մեկնաբանությունների, թե մեղադրանքը ինչպես պետք է լինի, ինչ ձևով պետք է ձևակերպվի, ձեր հարցերը տալուց հետո անպայման ձեր պատասխանում կներկայացնեք կամ եզրափակիչ ելույթ։ Մենք ի սկզբանե պայմանավորվեցինք ընթացակարգ։
Շնորհակալություն։ Հիմա եթե ունեք հարց, հաջորդ հարցը։ Այստեղ նշել եք իրավական հիմքեր բաժնում, այդպես էլ փաստացի հիմքերը, փաստական հիմքերը ինձ պարզ չդարձավ։ Հիմա իրավական հիմքերը։ Իրավական հիմքերի մեջ նշել եք, որ վկայակոչել եք քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179 հոդվածի առաջի մասը եւ ասում եք, որ վճիռը գործի քննությունը ավարտելուց հետո 15 օրվա ընթացքում նշանակվում է վճռի հրապարակման օր եւ այդ օրը պետքա հրապարակվի վճիռը բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը, այդ մասին ծանոթելով գործին մասնակցող անձանց։ Օրենքում սա թերի է, քանի որ դատավորը կարող է ոչ թե 15 օր պարկել, ինչպես ես, այլ ամիսներ։ Եթե դատավորը մի քանի ամիս գտնվել է անաշխատունակության մեջ, ինչպես պետք է վարվի։ Այսինքն կարող են լինել ֆորս մաժորային իրավիճակներ, որոնք այս ժամկետի հետ գործ չունենան, հենց առողջական հետ կապված։ Կարող են լինել այլ պատճառներ։ Կարող է մարդը լինել պատերազմի դաշտում։ Կարող է մարդը այնպիսի իրավիճակում Տիկին Հովսեփյան, ձեր հարցը ընդհանրապես պարզ է, այսինքն որևէ այլ ընտրանք չունենալ կամ որևէ պատճառաբանությամբ, հիմնավոր պատճառաբանությամբ ձեր հարցը հիմա որն է։ Օրենքը ինչի է այդպես գրած, թե որն է հարցը։ Ես ուզում եմ ասեմ, օրենքում կան բացեր եւ այդ 15 օրը, որ մատնանշել եք եւ օրենքի հոդվածն եք վկայակոչել, չի կարող լինել դեպք, որ այդ սահմաններում չտեղավորվի։ Այսինքն ձեր հարցը տեսական կարող է լինել նման դեպք, չէ տեսական հարց է դա, ինչ հարց է։ Մենակ տեսական չի, նաև պրակտիկ հարց է, որտեղ բազմաթիվ դեպքեր կան, երբ որ դատավորը 15 օր հիվանդ չի լինում, դատավորը մի ամիս է հիվանդ լինում, վճռի հրապարակման օր է դնում եւ չի կարող հրապարակել, որտեղ հիվանդը կամ այլ պատճառներ կան, որ անհնարին են դարձնում վճռի հրապարակումը։ Սրա մասին եմ ասում, բանը։ Հա, հարցը որն է։ Ինչ է հարցը։ Հարցը ինչ է։ 15 օրը վկայակոչել եք, հնարավոր չեն տարբերակներ, երբ որ այդ 15 օրից ավել լինի այդ անհնարինությունը։ Սա իմ հարցը։ Հա, անջատեք։ Հնարավոր համարում եք, որ 15 օրից կարող է ավել լինել անհնարինությունը դատական ակտը հրապարակելու եւ ուղարկելու։ Ոնց որ թե հարցը սա էր, Տիկին Հովսեփյան։ Այո, հարկելի խորհուրդ։ Շատ լավ, հաջորդ հարցը։ Այդ դեպքում ինչի եք այդ 15 օրը օրենքի հոդվածը վկայակոչել։ Եթե կարող են լինել այլ դեպքեր, երբ որ ֆորս մաժորային իրավիճակ է եւ օրենքի բացն է, իսկ եթե օրենքի բացն է, չի կարող դրա համար անձը ենթարկվել պատասխանատվության։ Հարգելի խորհրդություն, կարգապահական վարույթի քննության առարկան օրենքի բացի արկայությունը կամ բացակայությունը չի։ Մեջբերված հատվածը 15 օրով մինչև երկարաձգելու ըստ էության ինքը անգամ այս դեպքում որոշում է իրենից ենթադրում, բայց անդրադառնալով կոնկրետ Տիկին Հովսեփյանի նկատմամբ հարուցված վարույթին, միջնորդությունը ներկայացնելուց ես հստակ նշեցի, որ լիազոր մարմինը ընդունում է իգիտություն նախորդ տարի բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունված որոշումը։ Եվ սույն միջնորդությունը նաև ունի նպատակ ստանալու խորհրդի դիրքորոշումը, արդյոք այդ պատճառաբանությունները, որոնք որ նախորդ որոշման հիմքում դրված ժամանակահատվածի վերաբերյալ արվել են, կարող են դիտվել առկա նաև սույն միջնորդության ժամանակահատվածի համար հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննության ժամանակահատվածները հաջորդում են մեկը մյուսին։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Իրավական հիմքի եւ հիմնավորումի մեջ դուք մատնանշել եք Վճռաբեկ դատարանի նախադեպեր։ Եվ նշել եք, որ երբ պետքա հրապարակվի, ու ասում եք դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակը, անձին արձերն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից, դատարանի պարտականությունը, հետո մատնանշել եք Վճռաբեկ դատարանը, հետո մատնանշել եք բարձրագույն դատական խորհրդի նախադեպը եւ նշել եք հետեւյալը, որ
Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունը այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարության գործողության իրականացման ժամանակահատվածը։ Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների եւ կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով արդարադատության իրականացման արդյունավետությունը։ Հետո Դա այն ինչ որ ընթերցում եք Բարձրագույն դատական խորհրդի որոշումից մեջբերում էր։ Դուք ասացիք, որ դուք նշել եք, ուղղակի չեմ անում, կարող է ձեր տարբերակի վրա, այստեղ ճակերտներով մատնանշած էր, այսինքն նշում էր վերցրածա Բարձրագույն դատական խորհրդի այդ 105 ՈԿ 25 որոշումից։ Սա ընդհանրապես ձեզ հուշում, որ տեսնեք ինչն է, էլի։ Դա էր։ Բարձր ձեզ։ Կարողացա ասել այն ինչ որ ասեցի, որ դուք վկայակոչել եք իրավական հիմքում եւ հիմնավորումներում Վճռաբեկ դատարանի նախադեպեր եւ Բարձրագույն դատական խորհրդի նախադեպ։ Նախադեպից էլ կարդում էի Բարձրագույն դատական։ Այո, այդ է ուզում էլի, փաստենք, որ նախադեպից եք։ Այո, ահա։ Եվ այստեղ նշված է, որ հարկ է նշել, որ թե դատական ակտը հրապարակելու, թե դատական ակտը գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ, եւ այդ ժամկետների հաղթահարման համար որևէ բացառություն կամ կառուցակարգ օրենսգրքով նախատեսված չէ։ Հետո ասում եք, երբ եմ ես հրապարակել ակտը, երբ հատրվել կողմերին, ու նորից վկայակոչում եք Բարձրագույն դատական խորհրդի էլի նախադեպեր։ Եվ նախադեպից մեջբերում եք արել, որ Տիկին Հովսեփյան, հարցը կասեք, պետք չի ընթերցել այդ ամբողջը։ Ձեր հարցը ո՞րն է։ Եթե ես չկարդամ, չեմ կարող, հարցը պարզ չի լինի դրա համար։ Չէ, դուք հարց տվեք, որ պարզ չլինի, ձեզ կասեն հարցը պարզ չի, լրացուցիչ։ Ես որպեսի տվյալներ կտրամ։ Պետք է մեջբերումը անեմ, որ հարցը ստամ, պարոն Աթաբեկյան։ Դե մեջբերումը հենց ում որ հարցը տալիս եք, իրանք են արել, դրա համար դուք ձեր հարցը տվեք, Տիկին Հովսեփյան։ Հստակ ձեր հարցը ձևակերպեք, կողմի համար պարզ չի լինի, ձեզնից պարզաբանում կխնդրի։ Վկայակոչել եք նախադեպերը, հետո էլ գրել եք, որ խորհուրդը վերը նշվածի հաշվառմամբ արձանագրում է դատավոր կողմից վճռի հրապարակման հայտարարման օրից 1 տարի, մոտ էլի 1 տարի 7 ամիս հրապարակելը, ինչպես նաև վճռի օրինակը դատավարության կողմերին օրենքով սահմանված ժամկետում չուղարկելը չի կարող որևէ մեկնաբանությամբ համարվել նվազ կարևոր։ Տվյալ դեպքում դատավորը չի դրսևորել պատշաճանաչություն, ինչի արդյունքում վերջինիս կողմից թույլ է տրվել քաղդատի նախատեսված իրավանորմերի խախտում։ Այս նախադեպից է։ Հիմա ասում եք նախարկ է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ խորհրդի իրավական դիրքորոշումը վերաբերում է, այս արդեն ինչքան հասկացա, նախարարության բառերն են։ 7-րդ էջի սկիզբը։ Եթե սխալվում եմ, ասեք, չէ, նախադեպ։ 7-րդ էջը ձեր մտքերն են։ Այո, 7-րդ էջի առաջի պարբերությունը, որից Սկսում է ձեր մտքերն են։ Շատ լավ, հիմա հարցը Տիկին Հովսեփյան։ Նախարկ է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ խորհրդի իրավական դիրքորոշումը վերաբերում է ոչ թե առհասարակ դատավարական ժամկետների խախտման յուրաքանչյուր դեպքի, այլ դատավարական ժամկետի ողջամիտ խախտումներին։ Ես ուզում եմ հասկանալ, ողջամիտ խախտումը ո՞րն է։ Սա գնահատողական դատողություն է իմ պատկերացմամբ, եւ ո՞րն է այդ ողջամիտ խախտումը։ Հարգելի խորհուրդ, ողջամիտ խախտումը իրենից ենթադրում է, քանի որ արգումենտացիան ներկայացվեց, փաստարկումը ներկայացվեց, որոշման պարված։ Հիմնական գաղափարը հետևյալն էր, որ ժամկետները սահմանված են բացարձակ որոշակի, դրանք ունեն իմպերատիվ բնույթ։ Խորհուրդը քննության առարկա է դարձնում ժամկետի խախտումը, կարգապահական խախտում հանդիսանալ կամ չհանդիսանալը։ Լիազոր մարմնի հստակ դիրքորոշումը նա է, որ վարույթի ժամկետի ցանկացած խախտում չէ, որ պետք է հանգեցնի դատավորի կարգապահական պատասխանատվության։ Ողջամիտ խախտում ասելով պայմանական եմ ուզում օրինակը բերել, ենթադրենք
քրեական գործեր քննվող դատավորները ունեն պարտականություն 5 օրյա ժամկետում դատավճիռը տրամադրել կողմերին։ Շատ պայմանական է ասածս։ 1 ամիս կամ 10 օր կամ 20 օր այդ ժամկետի խախտումը կամ եթե կան քաղաքացիական գործով, երբ որ 15 օրյա ժամկետ է սահմանված, 20 օր, 30 օր կամ 2 ամիս պայմանական ասված այդ ժամկետի խախտումը կարող է գնահատվել որպես ողջամիտ խախտում։ Այսինքն այս դեպքում այո ունենք իմպերատիվ սահմանված ժամկետի խախտում իմ բերված տեսական օրինակում, բայց այդ խախտումը որոշակի ողջամիտ խախտում է հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը եւ մի շարք այլ հանգամանքներ, որը չի հանգեցնի կարգապահական պատասխանատվություն։ Շատ լավ, շնորհակալություն, պարզաբանվեց, թե ինչ է նշանակում ողջամիտ խախտում։ Հիմա հաջորդ հարցը։ Այդ պարզաբանումը, որ ասում եք այս դեպքում, որևէ ինչ իրավական նորմով եք ղեկավարվում, որովհետև եթե ասում եք Տիկին Հովսեփյան, հարցը ընդհատում եմ ես, ինչի, որովհետև հիմա մտնում եք տեսական քննարկման։ Հիմա ներկայացուցիչը պարզաբանեց, թե ինչ է նշանակում ողջամիտ խախտում, հիմա ներկայացուցիչին ասում ենք, այ որ դիտարկեք ողջամիտ խախտում, ինչ իրավական նորմով եք դիտարկելու կամ չդիտարկելու։ Հետևաբար հիմա հստակ ձեր հարցը միջնորդության կապակցությամբ, ստեղ տեսական քննարկումներ չեն կան։ Գնահատողական դատողությունը, այսինքն ես այդպես եմ հասկանում, որ ողջամիտ խախտում, եթե խախտում է, ողջամիտը ո՞րն է։ Եթե խախտում է, ինչ ողջամիտ։ Այդ հարցին արդեն պատասխանեցին ձեր հաջորդ հարցը։ Չէ, պարոն Աթաբեկյան, ես պատասխանս չեմ Ողջամիտ, ձեր ասած ողջամիտ խախտում ինչ է նշանակում, կողմը պարզաբանեց ձեզ, Տիկին Հովսեփյան։ Բայց ես հարց չէի տվել, պարոն Աթաբեկյան։ Սրանց առաջ այդ հարցը չէր, ես խոսքից առաջ։ Ես այդպեսի հարց չէի տվել, ասի ողջամիտը ինչպես եք գնահատում, ողջամիտ ո՞նց եք որոշում, ողջամիտը թե ողջամիտ։ Հիմա ո՞րն է ձեր հարցը, կարճ ձևակերպ։ Գնահատողական դատողությունը, այսինքն դա։ Գնահատողական դատողությունը Հարգելի խորհուրդ, իրավակիրառող գործունեությունը իրենից ենթադրում է օրենքի մեկնաբանություն եւ կիրառում, ինչը որ տեղի է ունեցել այս դեպքում։ Այո, իրավակիրառողը մեկնաբանում է օրենքը կիրառման ընթացքում, տալիս է դրան որոշակի կիրառման ուղղություն, այսպես ասած։ Այդ ընթացքում այո, որոշակի գնահատողական լիազորություններ է նաեւ իրականացնում։ Այո, սա նաև լիազոր մարմնի գնահատման արդյունքն է, որ միջնորդությամբ է լիազոր մարմինը հանդես եկել։ Շատ գնահատողական լիազորություն ունի լիազոր մարմինը։ Այդպիսի լիազորություն տրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, որ նորմով է տրված, որ լիազոր մարմինը իր գնահատողական դատողությամբ 29.5 տարվա դատավորին մեղադրանք է առաջադրում։ Հարգելի խորհուրդ, գնահատողական լիազորություն ձևակերպում իմ կողմից չօգտագործվեց։ Կարգապահական վարույթի քննությունը որևէ կերպ մեղադրանք առաջադրելուն ուղղված չէ։ Ես ուզում եմ հստակեցում մտցնել, այստեղ լիազոր մարմինը դատավորին եւ դատավորի բարձր պաշտոնը զբաղեցնող անձին մեղադրանք չի առաջադրում։ Այսքանը որպես հարցի պատասխան։ Շատ լավ, շնորհակալություն, հաջորդ հարցը Տիկին Հովսեփյան։ Այստեղ նշել եք, որ հնարավոր դեպքում պետք է արձանագրել, որ այն դեպքում, երբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման համար օրենքով սահմանված է 15 օրյա ժամկետ, ապա նման ժամկետի մոտ 1 տարի 6 ամիս գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող դիտարկվել դատավարական ժամկետի ողջամիտ խախտում։ Ինչու չի կարող դիտվել։ Որ չափորոշիչներով է, որ այ մի օրը կարող է, 10 օրը չի կարող։ Որ չափորոշիչն է, ինչ չափորոշիչներով եք առաջնորդվում։ Ես այս հարցերը տալիս եմ, որպեսզի իմ պաշտպանությունը ես կարողանամ իրականացնել։ Հարցը շատ հստակ եւ հասկանալի է, հարգելի խորհուրդ, հետեւյալ պատճառաբանությամբ, որովհետեւ անձը չի կարող 1 տարի 6 ամիս սպասել, թե ի վերջո այն հարցը, որը որ ինքը պետությունից եւ պետության անունից որոշում կայացնելու սուբյեկտից լուծում է ակնկալում, չի կարող ողջամիտ համարվել այն, որ անձը 1 տարի 6 ամիս պետք է սպասի, թե ի վերջո պետությունը ինչ դիրքորոշում է արտահայտում այդ հարցի վերաբերյալ։ Սա է պատասխանը։ Շնորհակալություն։ Ունեք էլի հարց Տիկին Հովսեփյան։ Չափորոշիչը չնշեցիք, ես պատասխան չստացա։ Իհարկե ունեմ, պարոն Աթաբեկյան։
Չափորոշիչը որպես այդպիսին Չափորոշիչը որպես այդպիսին միջնորդությամբ մանրամասն ներկայացված է Վարչագույն դատական խորհրդի տարբեր որոշումների դիրքորոշումներով վերլուծված են մեր վերլուծությունը ներկայացված է վերջին 3 հարցերի պատասխանները ուղղված էր հենց դրան ավելացնելու բան չունեմ Ես ճիշտ ասած որ ասում եք չափորոշիչը նշված է ասեք կոնկրետ էջը որոշման մեջ որ էջումա չափորոշիչը նշված միգուցե ես դժվար եմ ընկալում դուք ինձ օգնեք որպեսզի ես ընկալեմ Հարցի պատասխանը հնչել է Տիկին Հովսեփյան ձեր եզրափակիչ ելույթում կամ ձեր պատասխանում դրա վերաբերյալ կանդրադառնաք արդեն հարցին պատասխանը ձեր հաջորդ հարցը Բացի այդ կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է ես որ դատական ակտերի հրապարակման եւ դատավարության կողմին տրամադրման օրենսդրական ժամկետների խախտումը պայմանավորված չի եղել առավել կարևոր շահի պաշտպանության անհրաժեշտությամբ ուստի դատավորը իր վրա դրված պարտականությունները պետք է կատարեր օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում Այս որ ասում եք առավել կարևոր շահի պաշտպանությունը պարտադիր է որ դա կոնկրետ այդ գործի նյութերում երևա հնարավոր չի որ գործի նյութերում չերևա բայց առավել կարևոր շահը պաշտպանվի միշտ ամեն ինչ երևում է գործի նյութերում եւ երկրորդ հարցը գործը ամբողջությամբ դուք ուսումնասիրել եք այդպիսի նյութ գործում արկա չէ այն փաստաթղթերի միգուցե կրիչի վրա դա կա Հարգելի խորհուրդ Տիկին Հովսեփյանի ուշադրությանն եմ ուզում հրավիրել հենց իր ընթերցած հատվածը։ Եթե թույլ կտակ կրկնեմ ու բառացի մեջբերման սկիզբ։ Կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ մեջբերման ավարտ։ Տիկին Հովսեփյան, խոսքը ոչ թե գնում է դատական գործի նյութերի ուսումնասիրության, այլ կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրության մասին։ Այսինքն այստեղ խոսքը նրա մասին չի, որ գործում է դատական դա արկա, թե ընդհանրապես դատական գործից դուրս կյանքում արկա իրադարձության մասին է խոսքը։ Կարգապահական վարույթի նյութերում նման որևէ տեղեկություն չենք ստացել։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը։ Իսկ ես հարցս միայն դա չէր։ Ես հարցրեցի ասի հնարավոր կարող է լինել որ կարգապահական վարույթի նյութերում դա չլինի, բայց առավել կարևոր շահը պաշտպանվի։ Հնարավոր չէ տարբերակը։ Հնարավոր է։ Հիմա Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ քննարկվող դատական ակտը Տիկին Հովսեփյան, ես նորից ստիպված եմ ձեզ ընդհատել, պետք չի միջնորդությունը կարդալ ու հետո մեկնաբանություններով, ձևակերպումներով հարցեր եւ այլն։ Հարցը ձեր միանգամից հստակ ներկայացրեք։ Համ միջնորդությունը կարդալու անհրաժեշտություն չկա։ Եվ մենք ունենք, եւ միջնորդություն ներկայացնողն ամբողջությամբ տիրապետում է թե միջնորդության մեջ ինչա նշված։ Ձեր հարցը հստակ ձևակերպեք, հստակ պատասխանը ստացեք։ 7-րդ էջի մեջտեղի հատվածում է նշված է, որ անկախ նրանից, որ դատավորից դժգոհություն ունի բողոքաբերը թե ոչ, ինչպես նաև վարույթ հարուցող մարմինը պարտավոր է դիտարկել եւ գնահատել, ինչպես նաև առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է նախաձեռնել համապատասխան իրավական գործընթացից, անկախ այն հանգամանքից, թե հաղորդում ներկայացրած անձը այլևս դժգոհություն ունի դատավորի գործողություններից թե ոչ, այս առումով Բարձրագույն դատական խորհուրդը նույնպես ձևավորել է կայուն դատական պրակտիկա, որի փաստական հանգամանքների առկայությունը չի բացառում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։ Հարգելի ներկայացուցիչներ, խնդրում եմ ասեք, Բարձրագույն դատական խորհրդի որ որոշման մեջ է այդպիսի անդրադարձ կատարվել, որտեղ վերացական չի կարող լինել այն, ինչի մեջ մեղադրում է ինձ լիազոր մարմինը։ Ոչ նորմա մատնանշած, ոչ էլ նախադեպն է վկայակոչած, որպեսզի ես կարողանամ իմ պաշտպանությունը իրականացնել։ Շնորհակալություն։ Տիկին Հովսեփյան, անընդհատ շեշտադրում եք անում, որ դուք ձեր պաշտպանությունը կարողանաք իրականացնել, ակնհայտ է, որ ձեր պաշտպանությունն իրականացնելու համար բոլոր միջոցները ստեղծված են եւ դուք այդ հնարավորությունը ունեք հարց տալու, պատասխաններ ստանալու եւ ըստ ներկայացված պատասխանների ձևավորելու ձեր դիրքորոշումը եւ որոնք ներկայացնելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը նույնպես կարողանա իր դիրքորոշումը
ձևավորել եւ համապատասխան որոշում կայացնել։ Իհարկե նորից պետք է ասում ենք, որ պետք չի կարդալ ու պետք է հարցը տալ, այնուամենայնիվ դուք շարունակում եք կարդալ, ասում եք այո, բայց շարունակում եք կարդալ ու հետո նոր հարցը ձևակերպել։ Հիմա հարցը պարզա, որ հստակ կարելի է ձևակերպել։ Ուղղակի խնդրում եմ, ամբողջությամբ ընթերցելու հետո հարց տալու պատճառը չունեք անգամ, ինչի, որովհետև հարցը տալիս եք այն կողմին, ովքեր որ այս որոշումը կազմել են։ Ողջամտորեն էլ ենթադրվում է, որ իրանք շատ լավ պատկերացնում են ու անգիր, այսպես ասած, անգիր գիտեն, թե այս որոշման մեջ ինչ է նշված։ Հիմա այստեղ նշում կա կատարված, որ Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորել է ինչ-որ մի հատ պրակտիկա։ Բարձրագույն դատական խորհրդի որ որոշմամբ այս պրակտիկան ձևավորված եւ եթե կա ներկայացրեք, թող մեր հարգելի դատավորը տեղեկանա։ Հարգելի խորհուրդ, եթե անկեղծ ես բանից դժվար է վկայակոչել կոնկրետ դատավորի վերաբերյալ հենց գործ որոշում, որը ուղղակի հնարավորություն կտա ուղիղ մեջբերում անել այդ որոշումից։ Լիազոր մարմինը հաշվի է նստել նաև այն հանգամանքի հետ, որ դատավորը Սյուն Բարձրատյանի նախկին անդամ է, հաշվի է նստում այն հանգամանքի հետ, որ դատարանը գիտի իրավունքը եւ հատկապես իր ձևավորած պրակտիկան, այդ պատճառով նաև շատ հաճախ հարցեր, որոնք որ բազմիցս քննարկվել են, կրկին նույնությամբ չի անընդհատ նույն հարցը կրկնում։ Այս բանը չեմ կարող հստակ որևէ որոշում ասել այս դատավորի հետ կապված որոշման այս հատվածում։ Շատ լավ։ Դուք գիտեք, որ կա, բայց այս բանը որոշման համարը չեք կարող ասել։ Ոչ հարգելի խորհուրդ։ Շատ լավ։ Հաջորդ հարցը Տիկին Հովսեփ։ Այստեղ նշել եք, որ ինձ համար շատ դժվար է կարդալ այս նախադասությունները իհարկե։ Չէ, պիտի կարդամ անպայման, պիտի դա հնչի Բարձրագույն դատական խորհրդի այս դահլիճում, ինչու մեջ են ինձ մեղադրում։ Օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասի առաջի կետի համաձայն ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարքաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության Ինգրոպենթմիջում հայտարարեք, պարոն նախագահ 16:00 շարունակվի դատական նիստը ընդմիջում։ Դատական նիստը շարունակվում է ընդհատման պահից։ Խորհուրդը արձանագրում է, որ դատական կազմի փոփոխություն առկա չէ, նաև մինչև ընդմիջում հայտարարել է այն անձինք, ովքեր ներկա էին դատական նիստին, այս պայն նույնպես ներկա են։ Դատական նիստում քննությունը ընդմիջվեց, դատավոր Տիկին Հովսեփյանը հարցադրում ուներ, ընդմիջեցին, որպեսզի ներկայացնի հարցադրումը։ Խնդրեմ Տիկին Հովսեփյան առանց ամբողջական ընթերցելու, խնդրեմ ձեր հարցը։ 69 հոդվածն եք վկայակոչել, ասել եք, որ պիտի դատավորը զերծ մնա դատական իշխանությունը վարքաբեկող, անկախության, անաչառության վերաբերյալ հանրության վստահություն նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։ Հետո ասել եք դատավորի վարքագծի կանոններ։ Դատավորի վարքագծի կանոնները շատ են։ Կարող եք վկայակոչել կոնկրետ որ հոդվածը։ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածը սահմանում է դատավորների վարքագծի ընդհանուր կանոնները, դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածը սահմանում է դատավորի պաշտոն է գործելիս վարքագծի կանոնները։ Հարցը այնքանով որ հասկացա ոնց որ սա էր։ Վկայակոչված միայն 69 ու 70 հոդվածն է, որտեղ այնտեղ ասում եք դատավորի վարքագծի կանոններին վերաբերող այն մյուս, որտեղ կանոնները շատ են, տանկետեր, դրա համար հարցրեցի։ Ես ուղղակի դիտարկում Տիկին Հովսեփյան, եթե 5-րդ, 6-րդ բարբերության մասին է խոսքը 8-րդ էջի դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևություն է կատարված, ենթադրվում է ողջամտորեն, որ եթե այլ կանոններ նկատի ունեցած լինեն, պետք է նշած լինեն։ Հիմա հաջորդ հարցը խնդրեմ։ Այսինքն, այսպես հասկացա, որ դուք մեղադրում եք ինձ, որ ես դատական իշխանությունը վարքաբեկել եմ եւ հանրության մոտ վստահությունը նվազեցնող անկախության անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ եմ դրսևորել։
Հարգելի խորհուրդ, Տիկին Հովսեփյանին վերագրվում է օրենսգրքի 60-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի եւ 70-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետի խախտումներ։ Շատ լավ, հաջորդ հարցը Տիկին Հովսեփյան։ Միացրու։ Բառացի կարդացել եմ, դրա մեջ ինձ մեղադրում է, պաստորը։ Արդեն հարցի պատասխանը հնչեց Տիկին Հովսեփյան, ձեր հաջորդ հարցը։ Ողջամիտ ժամկետը ձեր կարծիքով վերաբերում է միայն ակտը տրամադրելուն, թե ամբողջ գործը քննելու։ Հարգելի խորհուրդ, գործի քննության ողջամիտ ժամկետը գործի սկզբից մինչև ավարտ ժամանակահատվածն է եւ ողջամիտ ժամկետը իր մեջ ներառում է նաեւ այդ դատական ակտը կողմերին տրամադրելուն։ Շատ լավ։ Հաջորդը որ ես դատական ակտը ուշ եմ տվել, որտեղ ողջամիտ ժամկետ հասկացությունը այլ է։ Հիմա դուք մեղադրում եք ինձ, որ ես ակտը ժամանակին չեմ տվել, դրանով խախտել եմ ողջամիտ ժամկետը։ Այո, որովհետև գործի քննության ողջամիտ ժամկետում ներառված է նաև ակտի տրամադրման ժամանակահատվածը։ Շատ լավ, հաջորդ հարցը Տիկին Հովսեփյան։ Այն նախադեպերը, որ վկայակոչել եք, դրանք շատ հին նախադեպեր են։ Եվ այդ նախադեպերից հետո այլ նախադեպեր են ստեղծվել, նաև որոշակի հակադրվելով այս նախադեպերին։ Ինչու եք այս նախադեպերը մատնանշել։ Հարգելի խորհուրդ, լիազոր մարմինը կառուցել է իր փաստարկումները հիմնվելով Վճռաբեկ դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա։ Այսքանը կարող եմ ասել։ Շատ լավ։ Այսինքն այս նախադեպերը, որ վկայակոչած են ձեր որոշման մեջ, դուք դրանք վերցրել եք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից եւ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներից։ Հարգելի խորհուրդ, դատավորը հենց ինքը կարդում էր մեջբերումները, այո, դրանք այս պահին ուժի մեջ մտած դատական ակտեր։ Հենց նոր պատասխանեց Տիկին Հովսեփյան ձեր հարցին, որ իրենք ընտրել են, իրենք որոշել են, որ դա կիրառելի ու կիրառել են։ Եթե դուք գտնում եք, որ դրանք կիրառելի չեն, դուք զրկված եք դրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը հայտնելու։ Կգտնեք, որ կան որոշումներ, որ դրանք են կիրառելի, նույնպես դրանք ներկայացնելու հնարավորությունը այս պայից սկսած անգամ ձեզ տրվել է չհաշված, որ քիչ հետո նաև ձեր խոսքին կանդրադառնանք, այդտեղ դուք իրավունք կունենաք դրանք մատնանշելու, եթե դրա ցանկությունը կունենաք։ Ինչու նոր նախադեպեր չեք մատնանշել։ Որտեղ կան շատ նոր նախադեպեր կան, թարմ նախադեպեր կան, կյանքը առաջ է գնում, չէ՞, օրենսդրությունն է փոխվում, հասկացություններն են փոխվում, ի՞նչն է պատճառը։ Պարզ է, այս նախադեպերը ընտրելու ձեր շարժառիթ ունեք, ինչի եք որոշել, որ այս նախադեպերը պետք է վկայակոչեք միջնորդության մեջ։ Հարգելի խորհուրդ։ Դե հին նոր այս նախադեպերը ձեր կողմից վկայակոչելու պատճառներ հատուկ ունեք, թե չունեք։ Հարգելի խորհուրդ, վկայակոչված են ուժի մեջ դատական ակտեր, հին նորը շատ հարաբերական է, որտեվ մի դեպքում 2019 թվականի որոշումը, մյուս դեպքում 2022 թվականի որոշումը, անկախ նրանից, որ գտնում ենք հին նորը ստեղ ընդհանրապես էական չի, երբ որ խոսքը գնում է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման մասին, սա մեկ, երկրորդ դրանք բավականին ըստ էության, եթե դիտենք, բավականին թարմ որոշումներ են։ Շնորհակալություն ձեզ։ Հաջորդ հարցը Տիկին Հովսեփյան։ 22 թվականի որոշման մեջ 22 թվականի որոշում գրված չի։ Գրված է 69 թվականի որոշում, 19 թվականի որոշում եւ այստեղ գրած է 10 թվականի։ Միգուցե այստեղ չեք մատնանշել 22 թվականի որոշումը, կամ ես լավ չեմ տեսնում։ Կարող եք ասել, որ էջում է 22 թվականի որոշումը։ Մի վարքյան։ Տիկին Հովսեփյան, 22 թվականի, 21 թվականի, 20 թվականի, թե 25 թվականի։ Հիմա ինչ էական տարբերություն կա բովանդակության անհամապատասխանություն գոյություն ունեցող որոշման հետ արկա է թե ոչ։ Հիմա դուք ասում եք, ձեր հարցադրումներ ինչու հին նոր, հիմա այդ 69 թվական, որ շեշտադրում եք, այդ 69 թվականը եվրոպական դատարանի դատական ակտերին է վերաբերում, չէ, եթե ես չեմ սխալվում, 69 թվական, 89 թվական, նախարարության ներկայացուցիչը
Նաև ձեզ է վերաբերվում, լուր լսեք, լավ։ Նախարարության ներկայացուցիչը այն ինչ որ գտել են իրենց որոշումը հիմնավորելու համար դրանք վկայակոչել են։ Բովանդակային առումով անհամապատասխանություն ունենք, թե ոչ։ Հիմա որ 22 թվական ասեց, եթե դա 21 թվական է, ինչ էական նշանակություն ունի հարցի քննության համար։ Լավ 20 թվական էական նշանակություն ունի, բովանդակությունն է, չէ՞ ձեզ հետաքրքրում։ Այո, հիմա բովանդակությունը նախարարության կողմից ընտրվել է այս բովանդակությամբ դատական ակտը։ Եթե այս բովանդակությունների անհամապատասխանություն կա եւ այստեղ մատնանշված դատական ակտերի իսկականի հետ բովանդակության անհամապատասխանություն կա, քննարկման առարկա դարձնենք։ Եթե ոչ հիմա 20 թվական, թե 22 թվական, հին ու նորի մասով էլ հարցին պատասխանեց, ես կարծում եմ, հետեւաբար առաջարկում եմ ձեզ հաջորդ հարց տալ։ Իրենք այս էջում չկա, միգուցե նպատակ են ունեցել դա մատնանշեն չկա, դրա համար հարցրեց։ Տիկին Հովսեփյան, ինչպես դուք նշեցիք, դուք անգիր որոշումը գիտեք։ Այնպես որ անցնենք հաջորդ հարցին, շնորհակալություն ձեզ։ Լավ։ Ուրեմն վկայակոչել եք խորհրդի 26-12-22 թվականի որոշումը, այստեղ նշել եք կայացված որոշման մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը դիտարկել դատարանի մատչելիության իրավունքի դրսևորում։ Միաժամանակ օրենքով սահմանված դատավարական ժամկետների իմպերատիվ բնույթի առնչությամբ արտահայտել է իրավական դիրքորոշումը։ Սա ինչ կապ ունի այս գործի հետ։ ԲԴԽ-ի նախադեպը։ Կապ ունի այնքանով հարգելի խորհուրդ, որ խորհուրդը արձանագրել է նախկինում, որ որոշման տրամադրումը ինքնին ընդհանուր առմամբ արդար դատաքննության իրավունքի բաղադրատար է հանդիսանում, դրա տարբեր կոմպոնենտների մասնիկ է հանդիսանում։ Եվ այն դեպքերում, երբ որ որոշումը չի տրամադրվում կողմին, վերջնական ակտը չի տրամադրվում կողմին համապատասխան ժամկետում, դա արդար դատաքննության իրավունքի խախտման մաս է հանդիսանում։ Խնդրեմ հաջորդ հարցը տիկինոս։ Հասանք մեղքի ձևին։ Դատավորի մեղքի ձևի իրավական հիմքերն ու հիմնավորումները։ Այստեղ նշել եք, որ կատարվել են մեղավորությամբ։ Որն է այդ ապացույցը, որ մեղքը առկա է եղել։ Այդ դրա մասին ընդհանրապես չեք խոսել։ Հարգելի խորհուրդ, դատավորը վարույթի ընթացքում ներկայացրած իր բացատրությամբ ըստ էության խախտման փաստը չի հերքել եւ ընդունել է։ Վարույթի ընթացքում ստացվել են տեղեկություններ, դատավորը բացատրությամբ ներկայացրել է հանգամանքներ, վկայակոչել է բարձրագույն դատական խորհրդի որոշում, այս ամենի համադրման եւ վերլուծության արդյունքում վերլուծության բովանդակությամբ չեմ ծանրաբեռնի խորհրդին եւ նիստը, որտեղ միջնորդության մեջ գրավոր արված է արդեն, լիազոր մարմինը եկել է հանգել է հետեւության, որ խախտումը տեղի ունեցել կոպիտ անփութությամբ։ Դուք ասեցիք, որ խախտման փաստը չեն ներկել բացատրությամբ։ Տողը ասեք, որտեղ ես ընդունել եմ, որ մեղավորությամբ եմ կատարել։ Մեջբերում եմ նորիմ ասած բառացի ձևակերպումից, դատավորը չի ընդունել է խախտման փաստը։ Շարունակեմ միտքս նորից, համադրելով բացատրությամբ ներկայացված տվյալները, ստացված տեղեկությունները վարույթի ընթացքում, վկայակոչված բարձրագույն դատական խորհրդի 24 թվականի հունիսի օրը չեմ հիշի որոշումը տիկին Հովսեփյանի վերաբերյալ, այս հանգամանքների համադրման արդյունքում կատարել ենք հետևություն, որը ներկայացված է միջնորդության մեջ։ Հետևությունը այն է, որ խախտումը կատարվել է կոպիտ անփութությամբ, այսինքն մեղավորությամբ։ Շատ շնորհակալ եմ։ Ես չստացա, ասում եմ, կարդացեք այն նախադասությունը իմ բացատրության մեջ, որ ես ընդունել եմ իմ մեղքը։ Կարդացեք այդ նախադասությունը։ Բացատրությամբ դուք հայտնում եք, որ դատավորը նշել է, որ ըստ էության չի հերքել, ոնց որ թե դուք գուցե ուրիշ բառերով եմ ասում, բայց միտքը ամենայն դեպս բովանդակային առումով դա էր։ Բացատրությամբ որտեղ է նշված, տիկին Հովսեփյանն ուզում է դա վկայակոչեք։ Հարգելի խորհուրդ, բացատրության դատավորի կողմից ներկայացված բացատրության հենց առաջի էջում է, առաջ պարբերությունը երկար պարբերություն է, վերջին հատվածում կա արձանագրված դիրքորոշումը, որը բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումն է նախորդ վարույթի հետ կապված արձանագրված,
Ինչպես նաև հետագայում արդեն նաև այդ բացատրության վերջին հատվածում նույնպես չհերքելով համապատասխան ակտը տրամադրած չլինելը ներկայացված ժամկետներում դատավորը այս տեղեկություններն է հայտնել։ Այսինքն մենք չենք ասում, որ ներկայացված բացատրությամբ դատավորը ընդունել է իր մեղքը։ Ես ուզում եմ հստակեցում մտցնել։ Մենք չենք պնդում, որ բացատրությամբ դատավորը ընդունել է մեղքը։ Այստեղ խոսքը խախտման փաստի մասին է, որոշման ժամկետի։ Մեղքի վերաբերյալ հետևությունները արդեն իմ կողմից նշված հանգամանքների վերլուծության արդյունքում են արվել։ Շատ լավ, այսինքն փաստը, որ դատավորը չի երգել, որ այդ գործողությունները այդ ժամանակահատվածում են տեղի ունեցել, մեղքի վերաբերյալ հետևությունները արդեն ձերն են։ Այո, մեղքի վերաբերյալ հետևությունները մերն են։ Դատավորը մեղքը ընդունելու ձևակերպում չի ներկայացվել եւ նախորդ երկու հարցերին ի պատասխան ես նման պնդում էլ չարեցի։ Շատ լավ, շնորհակալություն, հաջորդ հարցը։ Փառք Աստծո ձայնագրվում է, դուք ասեցիք դատավորը ընդունել է մեղքը։ Ձայնագրությունը կա։ Հաջորդ հարցը Տիկին Հովսեփյան։ Մինչև խնդրում եմ, պարոն նախագահ։ Ես դրա համար ասեցի, ասեք այն նախադասությունը, որով ես ընդունել եմ մեղքը կամ խախտման փաստը։ Ես Փառք Աստծո գրավոր գրված է, ինչ եմ գրել, շատ համառոտ եմ գրել եմ։ Ոչ խախտման փաստն եմ ընդունել, ոչ մեղքի փաստն եմ ընդունել, մեղավորության փաստը։ Ես ինչ եմ ասել։ Ասել եմ, գործը գտնվում է վերաքննիչ դատարանում։ Գրավոր գրել եմ իմ բացատրության մեջ։ Շատ լավ, խորհուրդը դրան կանդրադառնա Տիկին Հովսեփյան, նաև այս հարցը պատասխանեն ըստ անհրաժեշտության։ Հիմա ձեր հաջորդ հարցը, եթե ունեք։ Այստեղ գրել եք, խորհրդի բառերը փոխել եք, մեղմ բառ եմ օգտագործում, անդրադառնալով ներկայացված բացատրությանը հարկ է նշել հետևյալը։ Պատասխանատվության դատավորը բացատրությամբ անդրադառնալով վճիռը կողմերին ուշ ուղարկելով համակարգում ուշ տեղադրելու հանգամանքներին նշել է, որ բարձրագույն դատական խորհրդի 1306-24 թվականի որոշմամբ մերժվել է։ Տիկին Հովսեփյան, հարցը էլի ասեք, կարդալ պետք չի։ Նախադասությունը կարևոր է, պարոն Աթաբեկյան։ Ինձ համար շատ կարևոր է ձևակերպումը։ Խնդրում եմ։ Կարդում եք ու խնդրում եմ, պարոն Աթաբեկյան։ Երբ որ ասեմ, նոր փաստ կդառնա։ Մերժել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, որի հիմքում դրված է եղել դատավորի կյանքում տեղի ունեցած անձնական բացառիկ հանգամանքների անհերքելի գոյությունը 20 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում դատավորի որդու զոհվելը։ Ինչու է գրել որդու զոհվելը։ Խորհրդի որոշման մեջ գրած է դատավորի որդու անմահանալը, իմ տղան զոհ չի։ Ինչու եք գրել։ Ուզեցել եք ինձ ցավ պատճառել։ Տիկին Հովսեփյան։ Հարցից թող պատասխանեն, պարոն նախագահ։ Ինչու եք գրել զոհվել բառը։ Ինձ ցավացնելը։ Ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի հաջորդ առարկայական հարցը տաք Տիկին Հովսեփյան, որովհետև ես ձեզ հասկանում եմ, հարցն էլ է պարզ։ Ձեր կոնկրետ հարցը առարկայական։ Այս միջնորդության հետ, այս քննության համար էական նշանակություն չունի այնքանով, որ այդ որոշումը պարզ է բարձրագույն դատական խորհուրդն էլ գիտի, դրա կիրառելիության հետ կապված արդեն բարձրագույն դատական խորհուրդը կանդրադառնա։ Ես ձեզ ուղղակի առաջարկում եմ անցնել ձեր հաջորդ հարցին, Տիկին Հովսեփյան։ Շնորհակալություն, բայց ես ուզում եմ պատասխանի ներկայացուցիչը։ Ինչու է այդ բառերը գրել։ Նպատակը ո՞րն է եղել։ Նպատակ, ինչ պատասխանեք, եթե ուզում եք պատասխանեք։ Հատուկ նպատակ չի ունեցել եւ եթե ձևակերպումը որևէ կերպ Տիկին Հովսեփյանի կամ ցանկացած անձի զգացմունքներ վիրավորել է, խորապես ներողությունն եմ հայցում։ Շատ լավ, շնորհակալություն, ձեր հարցը Տիկին Հովսեփյան։ Կապակցությամբ վարույթ հարուցած մարմինը գտնում է, որ դատավորի կողմից ներկայացված բարձրագույն դատական խորհրդի որոշումը ընդունվել է 1306-24 թվականին, իսկ սույն միջնորդության հիմքում դրված խախտումը շարունակվում է մինչև 16-12-24 թվականը, այսինքն ժամանակագրորեն հաջորդել է խորհրդի որոշմանը։ Միաժամանակ այս առումով հատկանշական է նշել, լավ, նախորդ որոշմանն անդրադարձել, ընդ որում դատավորի կողմից թույլ տրված նման խախտումը նախորդ որոշման մասին է ասում։ Բարձրագույն դատական խորհրդի որոշման, որով բարձրագույն դատական խորհուրդը ասել է
ես մեղավոր չեմ։ Նման խախտումը դուք խախտում եք գրել։ Ինքնին վկայում այն մասին, որ վերջինիս պատասխանատվության ազատելը չի կանխել դատավորի կողմից նույն խախտումը կրկին կատարելը։ Այսինքն դուք դիտել եք, որ հարց եմ տալիս։ Խորհուրդն ասել է խախտում չկա, դատավորի մեղքը բացակայում է։ Դուք ասել եք չէ, խորհուրդ խախտումը կա, մի հատ էլ կրկին անգամ է կատարել։ Ուզում եմ հասկանալ, իրավունք ունի լիազոր մարմինը խորհրդի որոշումը Ձեր հարցը նշվածը պարզաբանելու համար ձեզ ձայնի իրավունք է տրվում, պարզաբանեք ինչա նշված ու ինչի համար, հարգելի ներկայացուցիչ։ Հարգելի խորհուրդ, դա վերաբերում է որոշումից հետո ցուցաբերված վարքագծին, ընդհանրապես դա կարող եմ ասել։ Բարձրագույն դատական խորհրդի արդեն իսկ կայացված որոշմանը ձեր այս միջնորդության որևէ գնահատական ձեր կողմից տրվել է թե ոչ։ Բնականաբար ոչ եւ չի էլ կարող տրվել։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը Պարոն նախագահ, գրված է նույն խախտումը կրկին մեկնաբանել, արդեն խորհուրդը հարց պատասխանի արդյունքում ըստանալության սրանք անդրադառնա։ Բայց Հաջորդ հարցը։ Կրկին Այդ ինչի են գրել արդեն կանդրադառնանք մենք։ Հրացուցիչ մեղադրանք են առաջադրել։ Տիկին Հովսեփյան կլինի մենք անդրադառնանք։ Դուք ձեր հարցերը պետք է տաք, այս պահին դա այդ իրավունքն է ձեզ տրված։ Շարունակում է մարմինը։ Բարոյ հարուցած մարմնի գնահատմամբ նման վարքագիծը չի կարող մշտապես արդարացվել։ Եվ որոշ ժամանակահատվածից հետո դատավորի կողմից թույլ տրված անգործության դրսևորումը պետք է արժանանա նոր գնահատականի։ Ինչու՞մն է իմ անգործությունը։ Նման իմիջիալով Դրսևորած անգործության մասին ձեր պատասխանը։ Մի բան էլ ասեմ, պարոն Աթաբեկյան, չէ։ Ոչ։ Չէ։ Հարցը տվել եք կպատասխանի։ Տիկին Հովսեփյան հարց եք տվել կպատասխանի։ Հարգելի խորհուրդ, դատական ակտը չտրամադրել է։ Անգործությունը դատական ակտը չտրամադրելն է դրսևորում։ Չտրամադրելն է։ Ունեք ուրիշ հարց։ Այո, նման ձևակերպում այդ հոդվածների մեջ չկա, որ դատավորը անգործություն է դրսևորել։ Եթե նման ձևակերպում չկա, ինչպես կարող եք այդ ձևակերպումը ներկայացնել մի հատ էլ հիմնավորում մեղադրանքը։ Հստակ պիտի լինի, չէ՞։ Եթե այդ ձևակերպումը չկա, ո՞նց կարող է դա դրվել որպես հիմնավորում։ Եվ հարցը։ Ինչու եք դրել, եթե այդ ձևակերպումը չկա։ Դուք իրավունք ունեք։ Այսինքն օրենսդրական նման ձևակերպում չլինելու պայմաններում ինչի է նման ձևակերպում ստացել այս միջնորդության մեջ։ Հարգելի խորհուրդ, 12 էջանոց գրավոր միջնորդությունը եւ այսօր 14:30-ից ընթացող դատական նիստը ամբողջությամբ այս հարցի պատասխանն է տալիս։ Պարբերաբար այս հարցին պատասխանել եմ, հարցի պատասխանը հնչել է արդեն։ Ավելացնելու բան չունեմ այս հարցի պատասխան որպես։ Շատ լավ։ Ունեք էլի հարց Տիկին Հովսեփյան։ Ես չստացա պատասխան։ Դե դուք դա ձեր եզրափակիչ ելույթով կասեք։ Հիմա վերոգրյալի հաշվառմամբ ակնկալվում է բարձրագույն դատական խորհրդի կողմից արդեն իսկ սույն փաստական հանգամանքների պայմաններում նոր նախորդից տարբերվող դատական ակտ կայացնելու անհրաժեշտությունը։ Այս որտեղից է այս ձևակերպումը։ Օրենսդրության մեջ նման ձևակերպում չկա, այսինքն խորհրդին իմ տպավորությամբ խորհրդին ցուցում եք տալիս։ Հարցը ցուցում տալիս են թե չէ։ Ցուցում տալիս եք խորհրդին թե չէ։ Ոչ, հարգելի խորհուրդ։ Ունեք ուրիշ հարց։ Արդյունքում ներկայիս պայմաններում կարող է ստեղծվել անհավասար իրավիճակ, երբ մի դատավոր նույն արարքի համար ենթարկվի կարգապահական պատասխանատվության, սակայն դատավորը ոչ։ Դատավորը ես եմ։ Այո։ Իսկ այդ ում հետ կապված խտրական, ես ինչքան հասկացա, ուզում եք ասեք խտրական վերաբերմունք չդրսևորես խորհուրդ։ Ես այդպես հասկացա։ Ինչու պետք է մեկը պատասխանատվության Հարցին պատասխան հնչել է, որ խորհրդին որևէ ցուցում չի տրվել, բայց եթե ուզում եք պարզաբանեք, թե սա ինչի համար է գրած, դա հարցի մյուս կողմն է։ Այս միտքը, եթե կարող եք պարզաբանեք, ինչու է նման ձևակերպում տրված։ Միտքը նման կերպ հարգելի խորհուրդ արտահայտվել է, որպեսզի որևէ կերպ չստեղծվի իրավիճակ, որ նույնական փաստական հանգամանքների պարագայում մեկ այլ դատավոր ենթարկվի պատասխանատվության, որովհետև մենք գիտենք բարձրագույն դատական խորհրդի տարբեր որոշումներով տարբեր դատավորներ դատավարական ժամկետների կոպիտ խախտումների, այդ թվում նաև դատական ակտերը էական ժամկետային բացթողումներով ուժ տրամադրելու համար, ի թիվս նաև համակցության մեջ այլ խախտումների, ենթարկվել են պատասխանատվության,
ստացվի մի իրավիճակ, երբ մի դատավորներ ենթարկվում են պատասխանատվության դրա համար, նրանց համար առաջանում է բացասական իրավական հետևանք, ու չլինի մի իրավիճակ, որ մեկ այլ դատավորի համար այդ իրավական հետևանքը չառաջանա։ Սա որպես լիազոր մարմին եւ միջնորդաբեր մեր դիրքորոշումն է։ Ես պատահական չէր, որ իմ բացման խոսքում նշեցի, որ մենք ունենք անհրաժեշտություն որպես վարույթն իրականացնող մարմին ստանալ կրկին դիրքորոշում։ Շնորհակալություն։ Այդ բարձ է։ Ուրիշ ունեք հարց դեպի Ուզում եմ իմանամ, որ գործով է նույն փաստական հանգամանքները։ Փաստական հանգամանքները միայն կոնկրետ արարքը չի, փաստական հանգամանքները նաև սուբյեկտն է։ Եվ սուբյեկտն է ենթարկվում պատասխանատվության։ Ուզում եմ իմանամ, որ փաստական հանգամանքներն են նույնական իմ հետ։ Դուք գրել եք, ես էլ ուզում եմ հստակ իմանամ, տվեք որոշման անունը։ Այստեղ ինչ որոշումներ գրել եք, կապ չունի այս գործի հետ։ Առավել եւս, որ դուք գրել եք, որ իմ տղան զոհվել է, այդ փաստական հանգամանքները։ Հարցը Պարզատիկին Հովսեփյան, նույնական փաստական հանգամանքներով դատական ակտ վկայակոչում եք, թե չեք վկայակոչում։ Հարգելի խորհուրդ, նույնական փաստական հանգամանքներով գործեր են դատական եզրափակիչ դատական ակտերը ուշ տրամադրելու գործերը, այդպիսիք են վերաքնիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին պատասխանատվության ենթարկելու որոշումը, այդպիսի գործը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին պատասխանատվության ենթարկելու որոշումը։ Այս ցանկը կարամ շարունակեմ, ուղղակի այս երկուսը վերջին որոշումներից էին, որում ներկայացուցչությունը մեկում չէ, բայց որում ներկայացուցչությունը իրականացրել է։ Ուրիշ հարց Տիկին Հովսեփյան։ Եթե չեք մատնանշել, կարող է դրվել հիմքում։ Ինչ որ մատնանշվում է, բանա որ պիտի գրավոր։ Տիկին Հովսեփյան, հետո կանդրադառնաք ձեր դիրքորոշումը, այնպեսի հարց եք տալիս, որ հիմա այս ինչ հարց եք տալիս, ասում եք։ Իրենց եմ հարց տալիս։ Հա, ինչ հարց եք տալիս, ասում եք կարա դրվի։ Մատնանշել այդ որոշումները։ Դուք ուզեցիք, որպեսի մատնանշի, հիմա մատնանշեց, հիմա էլ ասում եք, որ մատնանշում եք, կարաք մատնանշեք, ինչն է հարցը ձեր։ Դուք ուզեցիք, որ մատնանշի, չէ։ Ասեցի նույն փաստական հանգամանքներով անձը նշանակություն չունի, ով է, սուբյեկտը նշանակություն չունի, ի վերջո պատիժ նշանակում։ Տիկին Հովսեփյան, արարքի վերաբերյալ նմանատիպ փաստական հանգամանքներով նախարարության ներկայացուցիչը վկայակոչեց։ Եթե գտնում եք, որ տվյալ որոշումները չեն կարող օրինակ հիմա որևէ ձևով հիմքում դրվել կամ դրանք նույնական փաստական հանգամանքներ չունեն, ընդ որում նաև սուբյեկտի առումով դրանք ներկայացնելու հնարավորությունը կունենաք, հիմա դրա վերաբերյալ մեկնաբանություններ չեն կանում եւ ձեր հաջորդ հարցը։ Եվ ուզում եմ իմանալ, դատական իշխանությունը ինչով եմ հեղինակազրկել։ Նրա համար, որ իմ ընտանիքը մեծ ծառայություն է մատուցել պետությանը, խոնարհումի շնորհակալության փոխարեն ինձ մեղադրել, որ ես դատական իշխանությունը հեղինակազրկել եմ, ինչ պիտի անեի ուրիշ։ Եվ այսօր նորից ցավացնել է ինձ, ցավացնել է, որ իմ տղան զոհվել է, ցավացնել է, որ սենց մեղադրանք առաջադրել, նպատակը որն է, ուզում եմ հասկանալ։ Նպատակը չեմ հասկանում։ Հարց կա ուղղակի Տիկին Հովսեփյան։ Ելույթի չենք վերածում հարցու պատասխանը Տիկին Հովսեփյան։ Մի հարցել։ Կոնկրետ հարցը։ Մի հարցել, պարոն Աթաբեկյան, ես արդեն կապում եմ դրա հետ, որ ես որոշումը ստացել եմ, կարգապահական վարույթ հարուցելու որոշումը ստացել եմ իմ տարեդարձի օրը։ Ինչ շնորհավորելու, ինչ շնորհակալություն հայտնելու փոխարեն որոշումն է գալիս։ Կարգապահական վարույթով դիմելը բարձրագույն դատական խորհրդին ստացել եմ մի ամսյակի ժամկետում։ Շնորհակալության եւ խոնարհումի փոխարեն դա, հիմա էլ որոշման մեջ էս ամեն ինչը գրված, ո՞րն է դրա նպատակը։ Ցավ պատճառել է ինձ։ Տիկին Հովսեփյան, թե կունենաք մեկնաբանություններ կանեք, այսպիսով դատավորի Տիկին Հովսեփյան, դրանք մեկնաբանություններ են, եթե կուզենաք հետո կներկայացնեք, ինչ հարց, հիմա հարցերներ նպատակ ունեք, ինչ ամսի որ օրն եք ստացել, ձեր ծննդյան օրը, հարգելի դատավորի տարեդարձի օրը այդ որոշումը ուղարկել է, որևէ նպատակ հետապնդել է, թե ոչ։ Ոչ, հարգելի խորհուրդ։ Շատ լավ, շնորհակալություն, դատավորի հարցերը ավարտվեցին, նախարարության ներկայացուցիչներին հարցեր տալու համար բարձրագույն դատական խորհրդի անդամները դրա հնարավորություն ունեք հարց, պարոն Թումանյան, խնդրեմ։ Մի հարց էլի բարձրաբանման
համար։ Այդ դուք ձեր ելույթում նշեցիք, որ 411 հոդվածի շրջանակներում հաշվարկված տոկոսներն աշխատում է, որպես հետևանք եք դիտարկում դա։ Այո։ Իսկ դիմումում, որը նախ միջնորդությունը, որ դուք նշել եք, վերել եք հաղորդումը ներկայացրել է պատասխանողի ներկայացուցիչը։ Հաղորդումը, որ ներկայացրել է Արդարադատության նախարարությանը, պատասխանողի ներկայացուցիչի հաղորդման հիման վրա է հարուցվել։ Հարգելի խորհուրդ, մի վարքան նայեմ, եթե անկեղծ չեմ հիշում։ Տիկին Հովսեփյան, ձեր խոսքի իրավունք այս պահին տրամադրված չի։ Եթե ուզում եք, պետք է դրա համար խորհրդին խնդրեք, ձեզ տրամադրի խոսքի իրավունք եւ խոսեք։ Հայցվորի կարծես, հարգելի խորհուրդ։ Լավ, հարց չունեմ։ Շատ լավ, ունեք, դուք հարց ունեք, խնդրեմ, պարոն Հովանեսյան։ Այդ որպես պարոն Թումանյանի հարցի շարունակություն այլ կոնտեքստում, այս 411 հոդվածը հաշվարկի շարունակումը հետևանքային առումով նշեցիք ձեր խոսքում, բայց ինչքան որ ես միջնորդությունը կարդացել եմ, դրա մասին հատուկ միջնորդության մեջ չկա։ Ինչ կասեք դրա մասին։ Այ հարգելի խորհուրդ, դրա մասին միջնորդության մեջ հատուկ նշում եւ շեշտադրում չկա, բացման խոսքում ընդամենը հետևանքի ուղղությամբ ընդգծում էի ցանկանում անել, միջնորդության մեջ այո, ուղղակի նշում այդ մասին չկա։ Շնորհակալություն։ Այլ հարցեր, ըստ գործընկերներում։ Շնորհակալություն հարցերի համար, հարգելի գործընկերներ, այնուամենայնիվ չնայած որ քննարկվեց այդ հարցը եւ պատասխանեցիք այդ հարցին, դատավորի կողմից հնչեցված։ Իրականում ինձ անձամբ հետաքրքրում է հետեւյալը եւ այս ձևակերպումը, որ ստացվում է այնպես, որ այս միջնորդությունը այս որոշումը կայացնելու համար հիմք է հանդիսացել ձեզ համար որոշակի հանգամանքներ ի վերջո վերջնականապես հաստատված համարելու համար, թե ինչի համար։ Վերահաստատելու համար, որովհետև նման ձևակերպում կա, ինչը ամենայն դեպս իմ պրակտիկայում ես առաջին անգամ եմ հանդիպում, երևի ձեր մոտ էլ առաջին անգամ, որ ինչ-որ վերահաստատելու մասին ենք խոսում, ունենք իրավիճակ, ունենք դատական ակտ, ամենայն դեպս այն ինչ-որ ասել եք, դրա շրջանակում է իմ խոսքը, որևէ կարծիք չեմ հայտնում, ունենք դատական ակտ, հիմա ներկայացրել եք այն վերահաստատելու մտադրությամբ, ի վերջո ինչ-որ բան ձեզ համար հաստատելու։ Այս մասով հակիրճ, բայց նաև պատճառաբանված դիրքորոշում եմ ակնկալում։ Հարգելի խորհուրդ, ինքնին իրավիճակը Տիկին Հովսեփյանի մասնակցությունը ինքնին աննախադեպ է որոշակիորեն, այսինքն ինչպես ես եւ ձեր եւ իմ պրակտիկայում սա եզակի դեպք է նման փաստական հանգամանքները վերահաստատելու մասով ոչ թե վերահաստատելու մասին է եղել խոսքը փորձեմ հստակեցնել, եթե անգամ վերահաստատել բառն է օգտագործված եղել նախորդ տարվա հունիսին որոշակի ներողություն, ես ասեմ, վերահաստատելը իմ բառն էր, բայց բովանդակության մեջ ինքը դա է նշանակում, ամենայն դեպս ընկալումս այդպիսին է եղել։ Նշված է հետևյալ կերպ. վերոգրյալի հաշվառմամբ ակնկալվում է բարձրագույն դատական խորհրդի կողմից արդեն իսկ սույն փաստական հանգամանքների պայմաններում նոր բութ նախորդից տարբերվող դատական ակտ կայացվելու անհրաժեշտությունը։ Այս ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա հունիսին որոշակի փաստական հանգամանքների առկայության պայմաններում խորհրդի կողմից արարքին տրվել է իրավական գնահատական։ Դա վերաբերել է կոնկրետ ժամանակահատվածի, իսկ արարքը, որը հիմա սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննության է առնվում, ժամանակագրորեն հաջորդել է այդ նույն ժամանակահատվածին։ Իսկ խորհուրդը նախորդ տարի ավելի վաղ ժամանակահատվածում դրսևորած վարքագծին տվել է գնահատական, սակայն այդ գնահատականից հետո շարունակվել է նույնական արարքը, վարքագիծը դատավորի կողմից։ Այդ իսկ պատճառով մեր կողմից որպես լիազոր մարմին եւ կարգապահական վարույթ իրականացնող մարմին նման դիրքորոշում է արտահայտվում, որ եղել է բարձրագույն դատական խորհրդի որոշում, որից հետո դատավորի կողմից
նույնական արարքը շարունակվում է մեկ այլ գործով, այսինքն նույնական փաստական հանգամանքներով արարք շարունակվում է մեկ այլ գործով, եւ մեր ողջամիտ ակնկալիքն է որպես վարույթ հարուցող եւ միջնորդաբեր ունենալ իրավական հետևանք դատավորի համար կամ ստանալ գնահատական, որ ժամանակագրորեն հաջորդող հատվածի համար նույնպես խորհրդի նախորդ տարվա որոշման մեջ եղած պատճառաբանությունները, այսպես ասած, դեռ շարունակում են գործել։ Հուսով եմ կարողացա հնարավորինս հասանելի կերպով։ Խնդրեմ, դուք եք ուզում ես հարցը։ Ես դրացնեմ իմ գործընկերոջը, հարգելի խորհուրդ, եթե կնկատեք այն միտքը, որ դուք մեջ բերեցիք, միջնորդության այն հատվածում է, որ անդրադառնում է դատավորի բացատրությանը, եւ դատավորը իր բացատրության մեջ է հենց հղում կատարել բարձրագույն դատական խորհրդի նախորդ որոշմանը, հիմնավորելով իր մեղքի բացակայությունը սարարքի հետ կապված, հիմնավորելով բարձրագույն դատական խորհրդի նախորդ որոշմամբ իր հետ կապակցությամբ կայացված եւ միջնորդության մեջ հենց այդ որոշման անդրադառնալը բխել է նրանից, որ լիազոր մարմինը ցանկացել է անդրադառնալ դատավորի բացատրության այդ հատվածին, թե ինչու է լիազոր մարմինը կարծում, որ պետք է այս դեպքում այս հարցը նորից քննարկվի նախորդ որոշման առկայության պայմաններում։ Շնորհակալություն։ Լավ, շնորհակալություն։ Հիմա անցնենք հաջորդ փուլին, հարգելի Տիկին Հովսեփ։ Ինչ միջնորդության հետ կապված, ձեր դիրքորոշմամբ կներկայացնեք ձեր նոր հարց առաջացավ ձեզ մոտ։ Իհարկե այդ փուլն անցել ենք, բայց եթե կարճ հարցա տվեք, եթե չեն պատասխանել էլի իհարկե դեռևս։ Չէ, կարող է դուք տված չլինեք, բայց ընթացքում պատասխանած լինեն արդեն ենթադրյալ հարցին։ Ասեք։ Ուրեմն դուք խորհրդի որոշումն եք վկայակոչում։ Խորհրդի որոշման մեջ հարցը մի գործի մասին չի։ Խորհուրդը իր որոշման մեջ նշում է ժամանակահատված, ասում է մինչև որոշում կայացնելու օրը, բնականը չի կարող ասել հետո, ասում է աշխատանքը կատարվել է թերացումներով, չի ասում մի գործ, ասում է աշխատանքն է կատարվել թերացումներով։ Այդ վճիռը այդ ժամանակահատվածում պիտի հրապարակվեր։ Խորհուրդը չէր կարող ասել հունիսի 13-ից հետո էլ։ Եվ այն ինչ որ վկայակոչել է խորհուրդը, դրանք չեն վերացել։ Խորհուրդը վկայակոչել է։ Հարց ունեք Տիկին Հովսեփյան, հարց չունեք դուք, ձեր ելույթով կասեք, ես հարցը անում եմ։ Տիկին Հովսեփյան, հիմա դուք իրավունք ունեք, որպեսզի ձեր դիրքորոշումը ներկայացնեք, մոտեցեք ամբիոնի մոտ, բայց ամենայն հարգանքով, եթե ձեզ լավ չեք զգում, կարող եք այդտեղից ելույթ ունենալ, բայց եթե լավ եք զգում, խնդրեմ մոտեցեք ամբիոնի մոտ եւ որպես պատասխան ձեր դիրքորոշումը ներկայացրեք միջնորդության կապակցությամբ։ Հա, դուք ուզում եք ասեք, սա պատասխանն է, հետո եզրափակիչ ելույթին։ Անպայման։ Ես այս պահին եզրափակիչ ելույթով կասեմ, եթե հարցեր կան, տվեք։ Շատ լավ, արձանագրում ենք, որ միջնորդության վերաբերյալ պատասխան ներկայացնելու ցանկություն չհայտնեց դատավորը, անցնենք հաջորդ փուլին, հաշվի առնելով, որ արդեն քննարկվել է, կա միջնորդության կարգապահական վարույթի վերաբերյալ պատասխան, նախարարության հարգելի ներկայացուցիչներ, դատավորին հարցեր ունեք, թե ոչ։ Ոչ, հարգելի խորհուրդ, հարցեր չունենք։ Շատ լավ, խորհրդի հարգելի անդամներ, հարցեր ունենք դատավորին։ Շատ լավ, դատավորին հարցեր չկան։ Ես կուզենայի այդ թղթային տարբերակը ինձ տայիք, այնուամենայնիվ, որ եզրափակիչ ելույթում խոսեմ։ Որտեղ ես ամբողջ փաստաթղթերը չեմ ստացել։ Դե համենայն դեպս այն ինչ որ ստացել ենք մենք ըստ նախարարության ներկայացուցչի, նաև ստացել եք դուք, անջատեք որ լսեք, հա։ Այն ինչ որ ստացել ենք մենք, ստացել ենք նաև դուք, բայց քանի որ ասում եք ձեր գրիչ չի բացվել, հիմա ես կարող եմ գործը ամբողջությամբ տրամադրել ձեզ, ձեր վերաբերյալ է ծանոթանաք, մի քանի րոպե ընդմիջում հայտարարենք, որպեսզի եզրափակիչ ելույթների ձեր ներկայացնելու եզրափակիչ ելույթ ներկայացնելու ձեր իրավունքը ամբողջությամբ ապահովի, տպված է։
տպված է վերաբերում ես։ Շատ լավ։ Հիմա հաջորդ փուլը ես պետք է ներկայացնեմ, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվել, ինչ է ներկայացվել, հրապարակվում է։ Ներկայացվել է գրությունից որոշումը բարձրագույն դատական խորհրդին դիմելու վերաբերյալ։ Միջնորդության հիմքում դրված նյութերը էլեկտրոնային ֆայլ լազերային սկավառակով խորհրդի ձեռքի տակ է տվյալ լազերային սկավառակում արկա փաստաթղթերը արդեն արտատպված վիճակում։ Հիմա մենք սրանք ամբողջությամբ հետազոտելու անհրաժեշտությունը պետք է գտնենք, դուք սրանք առանձին հետազոտելու անհրաժեշտություն տեսնում եք, թե համարենք հետազոտված նախարարության հարգելի։ Անհրաժեշտություն չենք տեսնում, համարենք հետազոտված հարգելի խորհուրդ։ Շատ լավ։ Հաշվի առնելով դատավորի դիրքորոշումը, այս փաստաթղթերին ծանոթ լինելու հետ կապված, հարգելի դատավոր, հաշվի առնելով որ ծանոթ չեք, հիմա խորհուրդը ձեզ կտրամադրի, համենայն դեպս դուք եք այդպես ասում, գործից այլ բան չի երևում, հիմա ձեզ կտրամադրվի 5 րոպե այս փաստաթղթերը աչքի տակ անցկացնելու, որովհետև ողջամտորեն ենթադրում է, որ դրանց դուք ծանոթ եք, կամ 10 րոպե մոտավորապես, նիստը կշարունակենք ուղիղ ժամը 17:00-ին 15 րոպե, որ ավելի մանրամասն դուք ծանոթանաք, խնդիր չլինի եւ հետագայում վերսկսելու արդեն ժամանակ ձեզ հետ կքննարկենք հետազոտված համարելու հարցը, այսպիսով ընդմիջում է հայտարարվում գործով ներկայացված փաստաթղթերին ուղիղ ծանոթանալու հնարավորություն ընձեռելու պատճառաբանությամբ։ Ընդմիջում ժամը 17:00-ին կվերսկսենք քննությունը, ձեզ տրամադրվում է գործի նյութերը։ Ընդմիջում։ Շնորհակալություն, կարող եք նստել։ Դատական նիստը շարունակվում է ընդհատման պահից։ Խորհուրդն արձանագրում է, որ հայտարարվել էր ընդմիջում, որպեսզի դատավոր Հովսեփյանը նորից ծանոթանար գործում արկա փաստաթղթերին, փաստաթղթը տրամադրվել է։ Միաժամանակ արձանագրում են, որ կազմի փոփոխություն արկա չէ, նաև դատական նիստին ներկա գտնված անձինք նույնպես ներկա են ընդմիջումից հետո։ Այսպիսով համարենք հետազոտված Տիկին Հովսեփյան փաստաթղթերը։ Ես ծանոթացա փաստաթղթերին, շնորհակալ։ Շատ լավ։ Համարենք հետազոտված, այժմ եզրափակիչ ելույթների համար խնդրեմ հարգելի ներկայացուցիչ նախարարության, ունեք եզրափակիչ ելույթ։ Շնորհակալություն, հարգելի խորհուրդ, վերահաստատում ենք ներկայացրած միջնորդությանը, եզրափակիչ ելույթի համար մոտեցա պարզապես մի բան ասեմ, այնտեղ Անային գանգատի հետ կապված կտորը, երբ որ ասվեցին բարձրագույն դատական խորհրդի որոշումներ հնարավոր ամեջ բերել, մի որոշում, որ այս ընթացքում հստակ ֆիքսեցի Երևան քաղաքի ընդհանուր ավազության դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման 45-րդ էջի վերջին պարբերությունում անդրադարձ կատարվում է ցանկացած անձի կողմից հաղորդում ներկայացնելու այդ հաղորդման հանրային գանգատ լինելու կտորին, թեև հրաժարման մասին ուղղակի նշում վերլուծություն չկա, սակայն որոշման մեջ չկա, բայց խորհրդի պրակտիկան ընդհանուր այդ մասին դիրքորոշում արտահայտում է։ Ավելացնելու այլ բան չունեմ, միջնորդությունը պնդում ենք, շնորհակալություն։ Շնորհակալություն, այսինքն գտնում եք, որ այդ հրաժարման հաղորդում ներկայացրած անձի կողմից իր հաղորդումից հրաժարվելու հետևանքների առումով բարձրագույն դատական խորհրդի տվյալ ձեր կողմից մատնանշած որոշումը կիրառելի է։ Այդ որոշումն է կիրառելի։ Որտեղ այդ հարցի հետ կապված էր։ Կիրառելի է այդ որոշումը, կիրառելի է խորհրդի պրակտիկան, երբ որ ցանկացած այլ նիստերով քննության առարկա դարձել է, դա բացասական հետևանքով։ Հարցը կիրառելիության էր վերաբերում։ Գտնում եք, որ կիրառելի է։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղ։ Խնդրեմ Տիկին Հովսեփյան, կարող եք այդտեղից կարող եք ամբիոնի մոտ մոտենալ, ոնց ձեզ հարմար է, որևէ խնդիր չկա։ Ձեր եզրափակիչ ելույթ։ Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել խորհրդի նորընտիր անդամներին եւ լիահույս եմ, որ ամեն ինչ կանեք, որպեսզի մեր երկիրը հզորանա։
Այսօր ինձ համար շատ տխուր օր է, շատ տխուր։ Նրանով տխուր չի, որ ես բարձրագույն դատական խորհրդում եմ, ինձ համար այս դահլիճը շատ լավ դահլիճ է, որովհետև խորհրդանիշում է մեր դատական իշխանությունն է խորհրդանշում եւ երաշխավորն է։ Ցանկացած դատավորի հետ կարող է նման բան կատարվել, կարող է հարուցվել կարգապահական վարույթ եւ ուղարկվել բարձրագույն դատական խորհուրդ։ Բայց տխուր է ինձ այնքանով, որ ինձ մեղադրեն, որ ես դատական իշխանությունը հեղինակազրկում եմ։ Ոչ թե նրա համար, որ ես 29.5 տարվա դատավոր եմ, այլ որ ես Գևորգի մայրն եմ, ու Գևորգը այստեղ է, տանջվում է Գևորգս։ Հետաքրքիր ինչ պիտի անեի, էլ ոնց պիտի բարձր պահեի դատական իշխանության հեղինակությունը։ Ինձ ճանաչում են մարդիկ եւ ասում են, եթե դու ասում ես, որ Հայաստանը լավ վիճակում է լինելու, որ դատական իշխանությունը հաղթահարելու է դժվարությունները, մենք հավատում ենք քեզ։ Արտասահմանում են մարդիկ նույնը ասում։ Եվ ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, ոչ միայն որպես 29.5 տարվա դատավորի, այլև որպես Գևորգի մոր։ Պաշտոնը անցողիկ է, բայց ես հավերժական պաշտոն ունեմ, ես Գևորգի մայրն եմ։ Եվ ամեն մի բառ, ինչ որ կապված է մեր երկրի հետ, ես շատ զգուշությամբ եմ արտասանում։ Ամեն մի քայլ, որ գցում եմ, ես հասկանում եմ, որ ես Գևորգի մայրն եմ, ուշադրության մեջ եմ, եւ ես շատ ուշադիր պիտի լինեմ, որպեսզի պակասեցնեմ թերացումները։ Անսխալական մարդ գոյություն չունի, միայն Աստված է։ Ուրիշ բան է, որ մեկի թերացումները կարող են շատ ուժեղ բարձրաձայնել, մյուսի կոպիտ սխալների մասին լռել։ Սա այլ հարց է։ Բարձրագույն դատական խորհուրդը 2024 թվականի հունիսի 13-ին ընդ որում 10 ձայնով առանձին կարծիք չի եղել։ Բոլորը միաձայն որոշում են կայացրել, որ 20-ից մինչև 24 թվականը, մինչև հունիսի 13-ը, պատերազմից հետո իմ աշխատանքը կատարվել է թերացումներով։ Սա հաստատված փաստ է։ Ճիշտ է, ես այդ ընթացքում բազմաթիվ գործեր եմ լսել եւ ազգային ժողովի ընտրությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ես ընտրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավոր։ Այսինքն պետությունը գտել է, որ ես արժանի եմ գտնվելու Վճռաբեկ դատարանում։ Ոչ միայն գիտելիքներով, այլև իմ բարոյական կերպարով։ Որովհետև ճիշտ է, դատավորը միակ պաշտոնն է, որ առանձին անձ է եւ իրականացնում է իշխանություն։ Բայց Գևորգի մայր լինելը, հերոսի մայր լինելը, դա սովորական ֆիզիկական անձ չի, դա ինստիտուտ է, դա հավաքական կերպար է։ Եվ եթե այսօր Գևորգի մորը մեղադրում են, որ ինքը դատական իշխանությունն է հեղինակազրկում, մեղադրանքն է ինստիտուտին։ Սա շատ կարևոր է։ 29.5 տարի իրականացրել եմ արդարադատություն։ Այդ թերացումը, որ ունեցել եմ, թերացումները, որ ունեցել եմ, պայմանավորված է եղել մեղքի բացակայությամբ։ Ես չէի կարող այդ թերացումները չունենալ։ Եվ հավասարության նշան դնել, ասել, որ բարձրագույն դատական խորհուրդը նման նախադեպեր է ունեցել, մեղմ ասած իրականությանը չհամապատասխանող փաստ է։ Խորհուրդը արձանագրել է, ինչու է բացակայել իմ մեղքը, եւ չի ասել մի գործով, չի ասել գործերի քանակը, չի ասել բնույթը, ասել է կատարվել է թերացումներով։ Ներկայացված միջնորդությունը, որոշումը, ինչ փաստական հանգամանքներ, որ նշված են, այն փաստական հանգամանքները, որ կա խորհրդի որոշման մեջ, դրանք նշված չեն։ Նույն ժամանակահատվածում է ակտը ուշ հրապարակվել եւ ակտը ուշ տրվել կողմերին։
Խորհուրդը դրա մասին արդեն բարձրաձայնել է, հաստատված է համարել։ Ի սկզբանե վարույթը պիտի կարճվեր։ Սահմանադրական դատական օրենսգրքի համապատասխան հոդվածի հիման վրա։ Ինձ նպատակը հայտնի չէ։ Եթե եւ երկրորդը այդպես էլ Ստեփանյան Արտուրի որոշումը բերեց լիազոր մարմնի ներկայացուցիչը, այնտեղ չկա, որ հրաժարվել է։ Հրաժարման մասին չկա։ Իհարկե զարմանալի է, որ այդ որոշումը բերվեց եւ բացի դրանից խորհուրդը համապատասխան որոշումը կայացնելուց այլ փաստական հանգամանքներ էլ է հաշվի առել, հիմա այս խորհրդին չպատմեմ իր կայացրած որոշման մեջ։ Ինձ իսկապես զարմանք է առաջացնում, որ Արդարադատության նախարարությունը, ես համոզված եմ, որ ի սկզբանե իմացել է այդ որոշման մասին, խորհրդի որոշման մասին, եւ հենց սկզբից կարճման մասին մերժման պատասխան չի տվել քաղաքացուն։ Առավել եւս, որ մինչև բարձրագույն դատական խորհրդի դիմելը, անձը ասել է, որ չկա դրա անհրաժեշտությունը։ Նպատակը ո՞րն է։ Հրաժարվել է բողոքից։ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը կա։ Հանգամանքները չեն վերացել, այդ հանգամանքները չեն վերացել։ Պատերազմի հետևանքները շարունակվում են, դրանք մի օրում չեն վերանա։ Մարդիկ, որոնց տուն պատերազմը չի մտել, մարդիկ ասում են պատերազմի հետևանքները շարունակվում են։ Իսկ շնորհակալության փոխարեն Արդարադատության նախարարությունը, շնորհակալության խոնարհումի փոխարեն ինձ մեղադրել, նման մեղադրանք առաջադրել ինձ, փոխանակ ասել ինչ լավ է, որ Տիկին Հովսեփյան դուք հաղթահարել եք, դուք աշխատում եք, դուք պայքարում եք, որ մեր երկիրը ուժեղանա, ինձ մեղադրել այդ մեծ մեղքի մեջ, նպատակը ո՞րն է, որ ես գնամ Եռաբլուրում իմ տղայի կողքը պառկեմ, որ ես ընկնեմ դեպրեսիայի մեջ եւ չկարողանամ աշխատել, ո՞րն է նպատակը։ Չգիտեմ։ Ես չեմ կասկածում խորհրդի անաչառությանը եւ խնդրում եմ, որ խորհուրդը վարույթը կարճի, որտեղ արդեն դրա մասին խորհուրդը կայացրել է որոշում եւ այս գործը նույնպես այդ ժամանակահատվածում է եղել։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Ինչի մասին որ դուք խոսեցիք, Տիկին Հովսեփյան, ձեր որդու հետ կապված մեկ անգամ չէ, որ յուրաքանչյուրս անձնապես ձեզ շնորհակալություն ենք հայտնել այդ ամեն ինչի համար, ինչի մասին որ դուք խոսեցիք։ Այսպիսով եզրափակիչ ելույթները նույնպես լսեցինք, խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի 6-րդ ամսի 2-ին, հունիսի 2-ին ժամը 14:20 նույն վայրում։ Դատական նիստը հայտարարվում է փակված։